Ինձ թվում է արդեն կարող ենք սկսել, պարոն Ղևոնդյան, նախ նորից շնորհակալություն ձեզ մեր հրավերը չմերժելու հանդիպման պատրաստակամության համար։ Ընդհանուր առմամբ մենք այսօր ցանկանում ենք քննարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ինչի վրա է հիմնված եղել, ու վերջում նաև խնդրեմ ձեզ որոշակի մեխանիզմներ կամ գործիքներ մեր մասնակիցների ներկայացնեք, ինչպես անել ճիշտ վերլուծություն ու ինչպես նաև այդ վերլուծությունը ճիշտ հանրային կերպով արտահայտել։ Շնորհակալություն, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Ես Ռոբերտ Ղևոնդյանն եմ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ եւ Երևանի գրադարանի համալսարանի դասախոս։ Մենք խոսենք ուրեմն արտաքին քաղաքականությունից եւ վերջում ինչպես Արփին նշեց, ես վերլուծության որոշակի գործիքակազմի հետ ձեզ կծանոթացնեմ։ Սկսենք արտաքին քաղաքականությունից, չգիտեմ տեղյակ եք թե չէ, բայց Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկար տարիներ շատ մեծ խնդիրներ է ունեցել կապված ինքնիշխան որոշումների կայացման հետ։ Մինչև 2018 թվականը արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումների առյուծի բաժինը, համարյա բոլոր ամենակարևոր որոշումները կայացվել են ոչ Հայաստանի Հանրապետությունում, կայացվել են Մոսկվայում եւ Հայաստանի Հանրապետությունը առանց որևէ խնդրի հետևել է այն կայացված որոշումներին, որոնք եղել են կայացված Մոսկվայում։ Դրա հետևանքով Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել օրինակ ուղիղ փոխհարաբերություններ բազմաթիվ երկրների հետ, որոնց համար ավելորդ ռեսուրսների ծախս է եղել Հայաստանի Հանրապետության հետ ուղիղ երկխոսություն ծավալել ու փոխհարաբերություններ ունենալը։ Խոսքը Եգիպտոսի մասին է, Օմանի մասին է եւ այլն, բազմաթիվ նմանատիպ երկրներ կան, որոնց հետ հիմա Հայաստանը փորձում է փոխանակվել դիվանագիտական ներկայացուցիչներով, այլ խոսքով դեսպանություններով։ Ինչի համար։ Բացատրենք այսպես, օրինակ պետությունը, որը ունի դեսպանատուն Մոսկվայում եւ գիտի, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հետ կապված որոշումները կայացվում են Մոսկվայում, ոչ հետաքրքրություն ունի, ոչ իմաստ ունի իրենց համար գումարներ ծախսել Հայաստանի Հանրապետությունում էլ դեսպանատուն ունենալ, մի հատ էլ դեսպան ուղարկել, այդ դեսպանն էլ ամեն ամիս աշխատավարձ վճարել, նույն կերպ իր տարածքում Հայաստանի դեսպանություն ունենալ եւ այլն, որովհետեւ դա փաստացի ոչինչ չի տալիս։ Միևնույն է, եթե ինչ-որ կարևոր հարց լինի եւ Հայաստանի Հանրապետության հետ կապված որոշում պետք լինի կայացնել, այդ որոշումը միևնույն է կայացվելու է այնտեղ, որտեղ արդեն այդ դեսպանատունը կա, քանի որ Ռուսաստանում այդ երկրները դեսպանատներ ունեցել են։ Նույնը վերաբերում է Եթիոպիային եւ այլն։ Ներկայում իրավիճակը փոխվել է, ներկայում արտաքին քաղաքական որոշումների կայացման կենտրոնը տեղափոխվել է Երևան եւ շատ հարցերում Հայաստանի Հանրապետությունը որոշումներ կայացնում է առանց Մոսկվայի հետ այդ որոշումները ճշգրտելու, առանց զանգելու եւ հարցնելու, թե ինչ անեն, օրինակ, ինչպես քվեարկեն ինչ-որ միջազգային կազմակերպությունում։ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն որոշում է ինչպես քվեարկել եւ մեր ներկայացուցիչը փաստացի քվեարկում է կողմ դեմ կամ ձեռնպահ, ինչպես որ Հայաստանի Հանրապետությունում որոշում են։ Եվ այս իրավիճակից ելնելով փաստացի Հայաստանի ինքնիշխանության որոշակի մակարդակի բարձրացում է եղել, որովհետեւ տեսեք նույն այդ երկրները արդեն ստիպված են Հայաստանի հետ ուղիղ երկխոսություն ծավալել նույն իմ նշած Եթիոպիայի, Օմանի եւ մի քանի այլ երկրների դեպքում Հայաստանի Հանրապետությունում ստիպված են դեսպանատուն ունենալ, որովհետեւ Հայաստանը աշխարհագրական առումով շատ կարևոր դիրք է զբաղեցնում, հիմա մենք դրա մասին կխոսենք, եւ դեսպանություն ունենալը կարևոր է, որպեսզի Հայաստանի քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակ կարողանան իրենց որոշակի ազդեցություն ունենալ իշահ իրենց երկրների։ Նույն կերպ Հայաստանն էլ օգտվում է այդ ինքնիշխանության բարձրացումից եւ Հայաստանն էլ ինքն է սկսում երկխոսություն ծավալել տարբեր ուղղությունների հետ, հատկապես մեզ համար շատ կարևոր է Պարսից ծոցի ուղղությունը, Մերձավոր Արևելյան երկրներում տնտեսական բավական մեծ ներուժ կա Հայաստանի տնտեսական զարգացման արտահանման առաջին հերթին որպես ուղղություն եւ նաեւ տարածիկ փոխադրումների համար բացի Միջին Ասիայից եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներից շատ կարևոր է մեզ համար նաեւ հյուսիս-հարավ ուղղությունը, որը ենթադրում է ապրանքների, ծառայությունների, էներգակիրների եւ այլ հնարավոր ամեն ինչի տեղափոխում Հայաստանի տարածքով Մերձավոր Արևելյան երկրներից, եթե ավելի լայն համատեքստով նայենք աֆրիկյան երկրներից եւ այլն, դեպի եվրոպական երկրներ, դեպի Ռուսաստան նաեւ։
Այսինքն մենք որոշակի մեր աշխարհագրական դիրքի առումով որոշակի արտաքին քաղաքական ավելի կարևոր դերակատարում ենք սկսել կատարել։ Հիմա ինչ վերաբերում է տարանցիկ փոխադրումներին, հատկապես արևելք-արևմուտք այդ ուղղությամբ, այստեղ շատ հետաքրքիր է մեր աշխարհագրական դիրքը մի շատ կարևոր պատճառով, որովհետև Հարավային Կովկասը ընդհանուր առմամբ Հայաստանն, Վրաստանը եւ Ադրբեջանը գտնվում են այնպիսի մի եթե քարտեզի վրա նայենք, այնպիսի մի արանքում, որը միակ հնարավորությունն է շրջանցել Ռուսաստանը կամ Իրանը, որոնք երկուսն էլ արևմուտքի հետ որոշակի խնդիրներ ունեն, եթե ցանկություն կա իրար կապել Եվրոպան եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Իսկ այդ ցանկությունը իհարկե կա, այդ ցանկությունը շատ մեծ է, որովհետեւ աշխարհի ամենաարագ աճող եւ ամենաարագ զարգացող տնտեսությունը Չինաստանն է եւ Հնդկաստանն է փորձում է հետ չմնալ Չինաստանից, թեև այս բանը դեռևս որոշակիորեն զիջում է։ Իսկ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիաները դրանք արևմուտքում են, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում են։ Եվ ակնհայտ է, որ Չինաստանից, Հնդկաստանից եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրներից ապրանքների, այլ ռեսուրսների մատակարարումը արևմուտք շատ կարևոր է, որպեսզի այդ տեխնոլոգիաները զարգանան։ Նույն կերպ արևմուտքից այդ արտադրված տեխնոլոգիաների հետ վերադարձը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան շատ կարևոր է, որպեսզի այդ տարածաշրջանը տեխնոլոգիական առումով առաջընթաց կարողանա ունենալ, կարողանա անընդհատ առաջ գնալ։ Հիմա թե ինչ հնարավորություններ կան այս երկու ուղղություններով ապրանքների, ծառայությունների եւ այլ ռեսուրսների տեղափոխման։ Տեղափոխման ուղիները իրականում 6-ն են, որոնցից 3-ը ծովային ճանապարհներ են։ Մեկը ավանդական ծովային ճանապարհն է, որը սկիզբ է առնում Չինաստանից կամ հարակից հատվածներից, անցնում է Կարմիր ծովով եւ մենք գիտենք, որ այստեղ կան խնդիրներ կապված Եմենի հութիների հետ, ովքեր ակնհայտ ահաբեկչական դիրքավորում են ընտրել, որոշակի պատերազմ են հայտարարել, կարելի ասել արևմուտքին։ Բացի այդ ճանապարհը բավական ժամանակատար է, ես նշեմ, որ մեկ կոնտեյները այդ ճանապարհով Չինաստանից, օրինակ Չինաստանի նավահանգստից հասնում է կենտրոնական Եվրոպա մոտ 40-45 օրում։ Բացի դա կա ծովային երկրորդ ճանապարհը, այդ երկրորդ ճանապարհը ենթադրում է շրջանցել Աֆրիկան, այսինքն իջնել Հարավաֆրիկյան Հանրապետություն եւ մտնել Ատլանտյան օվկիանոս եւ Բարսելոնան վերև, ակնհայտ է, որ սա շատ ավելի երկար ժամանակ է պահանջում, քան առաջին դեպքում Կարմիր ծովով անցնող ճանապարհը եւ ժամանակատարությունը այնքան մեծ է, որ տնտեսական առումով նույնիսկ ձեռնտու չի այս ճանապարհով ապրանքներ բերելը, եթե դրանք շատ բարդ ապրանքներ չեն, օրինակ շատ մեծ հաստոցներ կան, արտադրական ամբողջական գծեր չեն, արտադրական ամբողջական գիծը նշանակում է մի գործարան, այսպես ասենք, բարձրացով, եթե ամբողջական գործարան է, ակնհայտ է, կգա 1 ամսում, կգա 2 ամսում, թե 4 ամսում, այնքան էլ էական չէ, բայց եթե ինչ-որ մեկը պատվիրում է, ենթադրենք ինչ-որ մի հագուստ, այդ հագուստին 2 ամիս նա չի ցանկանում սպասել եւ ակնհայտորեն նա այդ հագուստը կամ նմանատիպ այլ հագուստ ձեռք է բերում այնտեղից, որտեղից ավելի արագ կգա այդ հագուստը։ Եվ այս ճանապարհն էլ ընդունելի չէ։ Երրորդ ծովային ճանապարհը հյուսիսով անցնող ճանապարհն է, որը ես կարծում եմ բոլորդ հասկանում եք, որ եղանակային խնդիր ունի եւ նաեւ ժամանակային էլի, ինչպես առաջին երկու դեպքերում կոնտեյները կամ ապրանքը բարձվում է նավով, գնում է ասում է Խաղաղ օվկիանոսով, բարձրանում է հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, եթե ձմեռ է եւ այն սառած է, հնարավոր չէ նավարկել, այդ ճանապարհը փակվում է։ Ամռան որոշ ամիսներին հնարավոր է լինում այդ ճանապարհով ապրանքները հասցնել Եվրոպա եւ ելի շատ երկար ժամանակում։ Եվ կա 3 ցամաքային ճանապարհ, որոնք օգտագործվում են։ Առաջին ճանապարհը դա Իրանով անցնող ճանապարհն է, Իրան, Իսրայել, Իրան, Սիրիա եւ այլն այս ճանապարհներով, ինչպես ասացինք, Իրանը ունի որոշակի խնդիրներ կապված արևմուտքի հետ փոխհարաբերությունների հետ, բացի այդ Մերձավոր Արևելքը շատ անկայուն տարածաշրջան է, այնտեղ ժամանակ առ ժամանակ պատերազմներ են լինում, Սիրիայում դուք գիտեք Իդլիբի տարածաշրջանը օկուպացված է բավական երկար ժամանակ Թուրքիայի եւ Ռուսաստանի կողմից եւ նաեւ պարսկական ուժեր այնտեղ կային, իսկ Իդլիբը այն հատվածն է, որը ամենամոտն է
անցնողուհիների առումով Եվրոպային ամենամոտն է եւ ամենաձեռնտուն է այդտեղով ապրանքները անցկացնելը։ Սաուդյան Արաբիայով կարող է անցնել որոշակիորեն, բայց Սաուդյան Արաբիան էլ յուրահատուկ խնդիրներ ունի, փակ երկիր է եւ այլն։ Երկրորդ ճանապարհը Ռուսաստանում անցնող ճանապարհն է, որտեղ ես կարծում եմ, որ գիտեք, որ այս պահին հնարավոր չէ իրականացնել, որովհետեւ փակ է Ռուսաստանի եւ Եվրոպայի սահմանը, Ռուսաստանը պատժամիջոցների տակ է եւ այլն։ Եվ ստացվում է, որ լավագույն ճանապարհը, միակ ճանապարհը դա հարավային Կովկասով անցնող ճանապարհն է։ Տեսեք, եթե նայում ենք քարտեզին, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը այստեղ ընդհանրապես մրցակցությունից դուրս է, որովհետև Չինաստանից դեպի Եվրոպա կամ պիտի անցնես ներքևով Իրանով կամ վերով Ռուսաստանով կամ արանքով Ադրբեջանով։ Այսինքն Ադրբեջանին այլընտրանք չկա։ Ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, որոնք մեկը մյուսին փոխարինում են։ Այսինքն Ադրբեջանից հետո կարող են այդ ամեն ինչը բեռները, ռեսուրսները եւ այլն կարող են անցնել Վրաստանով Սև ծովով դեպի Եվրոպա, կարող են անցնել Հայաստանով, Թուրքիայով դեպի Եվրոպա կամ Հայաստանով եւ հետո Վրաստանով։ Բայց այստեղ Հայաստանի դեպքում կա որոշակի առավելություն։ Որն է այդ առավելությունը։ Ուրեմն կան հաշվարկներ, որ Չինաստանում 1 կոնտեյներ ապրանքը բարձելու եւ կենտրոնական Եվրոպա ուղարկելու համար բոլորի նշած բոլոր ճանապարհների մեջ ամենաարագ ճանապարհը, որի դեպքում այդ կոնտեյները կարող է հասնել Եվրոպայի կենտրոն 12 օրում, դա այն ճանապարհն է, որը անցնում է Հայաստանի հյուսիսային հատվածով։ Ավելի կոնկրետ Չինաստանից մտնում է Ղազախստան, Ղազախստանից Կասպից ծովով գալիս է Ադրբեջան, Ադրբեջանից գալիս է Ղազախով Հայաստանի սահման Իջևան, Իջևանից այդ ամբողջը Ադրբեջանից սկսած գնացքով։ Գնացքը գնում հասնում է Գյումրի, Գյումրիից դուրս է գալիս Կարս եւ Թուրքիան անցնում է, գնացքով գնում հասնում է մինչեւ կենտրոնական Եվրոպայի երկրներ։ Դրա փոխարինող այլընտրանքային ճանապարհը, որ անցնում է Վրաստանի եւ Սև ծովով, տևում է 14 օր, այսինքն նույնիսկ այս դեպքում Հայաստանը ունի առավելություն։ Տեսեք, ես խոսում եմ 12 օրվա եւ 14 օրվա մասին, այն դեպքում, երբ ծովային ամենակարճ ճանապարհը 40-45 օրեր պահանջում այդ ապրանքը հասցնելու համար։ Եվ սա շատ շահավետ է ոչ միայն մեր տարածաշրջանի երկրների համար, հատկապես Թուրքիայի համար, որը շատ է ցանկանում, որ այդ ճանապարհները անցնեն իր տարածքով եւ նույնիսկ այդ հողի վրա որոշակի տարաձայնություններ կան Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Թուրքիան պահանջում է Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը արագացնի Հայաստանի հետ սահմանների բացման, խաղաղության, կանգնման եւ այլն գործընթացները, որովհետեւ իրեն ձեռնտու է տարածաշրջանը բաց լինի եւ նրանք օգտվեն այդ տարածիկ փոխադրումներից։ Դա պատճառներից մեկն է, բայց գլխավոր պատճառներից մեկն է։ Բայց դա նաև շատ հետաքրքիր է միջազգային խաղացողներին։ Պատահական չէ, որ Չինաստանը ռազմավարական համաձայնագրեր է կնքել Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, եւ այսօր էլ կան խոսակցություններ, Չինաստանի դեսպանը վերջերս ասաց, որ նրանք առաջարկում են, որ Հայաստանի հետ է որոշակի հարաբերությունների զարգացում լինի, եթե ոչ ռազմավարական համագործակցության, ապա խորը ընդլայնված ինչ-որ համագործակցության պայմանագրեր կնքեն։ Չինաստանը նաև մեծ ներդրումներ է կատարում ճանապարհների կառուցման հարցում։ Ադրբեջանում ճիշտ ասած ադրբեջանցիները ասում են, թե չինացիները ընդհանրապես ոչ մի ներդրում չունեն, ամեն ինչ մենք ենք անում, բայց օրինակ ես գիտեմ, որ ադրբեջանցիները չինացիներին առաջարկել են ներդրումներ անել Աղդամում եւ Քերբաջարում տնտեսական գործընթացներում։ Բացի այդ, չինացիները շատ մեծ շինարարություն են սկսել Վրաստանում։ Եթե փորձեք մեքենայով գնալ դեպի Բաթում, այդ ճանապարհի նոր ճանապարհի մի մասով անցնելու եք, արդեն աշխատում է այդ ճանապարհը, եւ այդ ճանապարհը ամենաբարձր կարգի այսօրվա աշխարհում հայտնի ամենաբարձր որակի ճանապարհն է, որը կառուցում են չինացիները, եւ ավտոմեքենայով այդ ճանապարհով կարելի է անցնել Ադրբեջանի սահմանից մինչեւ Վրաստանի նավահանգիստներ։ Բացի դա, չինացիները նաեւ 250 միլիոն դոլար են առաջարկել Վրաստանին, ես ճիշտ ասած չգիտեմ վրացիները արդեն ընդունել թե ոչ, բայց խոսակցությունը գնում էր, որ ընդունելու են, որպեսզի վրացիները կառուցեն նաև այդ նոր ճանապարհի միացող ճանապարհ Հայաստանից, Բագրատաշենից դեպի Թբիլիսի գնացող ճանապարհը հիմա կա, բայց այն հին ճանապարհ է, որը մարդատար մեքենաներն են երթևեկում, բեռնատարներն են երթևեկում, չինացիները առաջարկել են մեկ այդպես ուղիղ գյուղերի մեջ չմտնող նոր ճանապարհ կառուցել, որը շատ հարմար կլինի բեռնատարներով ապրանքներ տեղափոխելու համար, փաստացի չինացիները դիտարկում են նաև Հայաստանի միջոցով ապրանքներ ուղարկելու հնարավորությունը Հայաստան-Վրաստան
ճանապարհով եւ ոչ միայն Հայաստան-Թուրքիա։ Դե իսկ Հայաստան-Թուրքիա, Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհը դա ամենանախընտրելին է, ամենալավ հնարավորությունն է տնտեսական առումով, որովհետեւ ըստ տարբեր հաշվարկների մեր տարածաշրջանով անցնող բոլոր ենթակառուցվածքներով ապրանքների տեղափոխման արդյունքում առաջացող գումարները հաշվարկել են, որ տարեկան կարող են հասնել մինչև 4 տրիլիոն դոլարի։ Իհարկե 4 տրիլիոն դոլարի ինչ-որ մեկինը չի լինելու, բայց պատկերացրեք, դա այնպիսի մի թիվ է, որի նույնիսկ 0.1%-ը մեր Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեից շատ է։ Այսինքն ստացվում է, որ այստեղ ունենալ 0.1%, եթե հնարավոր է նույնիսկ ավելին, Հայաստանի Հանրապետության համար նշանակում է կրկնակի ավելին անել տարվա ընթացքում, քան մենք կարողանում ենք անել այսօր։ Նույն հաշվարկը արել է Թուրքիան, դրա համար է Թուրքիան ցանկանում այդտեղ մասնաբաժին ունենալ, ակնհայտ է, որ եթե մենք խոսում ենք Հայաստանի դեպքում 0.1%-ների մասին, ապա Թուրքիան կարող է 5%, 10% ունենալ, որը կարող է Թուրքիայի տարեկան բյուջեից էլ շատ լինի, կամ բյուջեի չափ լինի, ես չգիտեմ կոնկրետ։ Եվ այս առումով տարածաշրջանի երկրները, հատկապես Հայաստանը, Թուրքիան եւ Վրաստանը շատ շահագրգռված են, որպեսզի այդ խաղաղությունը լինի եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունում պատահական չէ, որ խաղաղության խաչմերուկ նախագիծն է ներկայացվել, խաղաղության խաչմերուկը ենթադրում է հենց այս ճանապարհների բացում։ Այլ է հարցը, որ կան քաղաքական խնդիրներ, քաղաքական գլխավոր խնդիրը կապված է Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Ռուսաստանի այսօրվա վիճակում Ադրբեջանը դարձել է տնտեսական շատ կարևոր եւ կարելի ասել առաջնային գործընկերներից մեկը, որովհետեւ Ադրբեջանը օգնում է Ռուսաստանին վաճառել իր նավթը եւ գազը եւ դրա միջոցով փող վաստակել, որը Ռուսաստանը ծախսում է պատերազմը շարունակելու վրա։ Եթե Ադրբեջանը եւ ելի որոշ հնարավորություններ Ռուսաստանը գաղտնի հնարավորություններ կարելի ասել խափելով աշխարհին, թեև աշխարհը տեղյակ է, որ խափվում է, բայց այդ տարբերակ չունի, իր նավթը եւ գազը Ռուսաստանը չկարողանալ վաճառել, Ռուսաստանը չէր կարողանա մինչև այսօր շարունակել այդ պատերազմը, չէր կարողանա նոր զենքեր արտադրել, չէր կարողանա նոր զենքեր գնել, օրինակ Հյուսիսային Կորեայից զինամթերք գնել եւ օգտագործել Ուկրաինայում։ Փաստացի նրանք Ռուսաստանի համար Ադրբեջանը այսօր շատ կարևոր գործընկեր է, Ադրբեջանի համար Ռուսաստանն է շատ կարևոր գործընկեր, որովհետև սա փոխադարձ հետաքրքրություն է։ Ռուսական էներգակիրները վաճառելով Ադրբեջանը մեծ գումարներ է վաստակում, բայց միաժամանակ Ադրբեջանը աշխատում է նաև այլ ուղղություններով, ինչպես ասացիք, Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության ներդրումների հետ կապված պայմանագրեր է կնքել, համաձայնություններ է ձեռք բերել։ Եվ Ադրբեջանում կարծում են, որ իրենք կարողանան Հայաստանը շրջանցելով, գոնե այս փուլում Հայաստանը շրջանցելով, այնուամենայնիվ իրենց շահերը պաշտպանել, փող աշխատել, ասած, եւ օրինակ Չինաստանին առաջարկում են չդիտարկել Հայաստանը, ապրանքները ուղարկել Ադրբեջան-Վրաստան ճանապարհով։ Ադրբեջան-Վրաստան ճանապարհը իմիջիայլոց ունի մի խնդիր երկաթուղու դեպքում, երկաթուղին Վրաստանի տարածքում անցնելիս որոշ հատվածներում այնպիսի բարձունքներ է բարձրանում կամ ընդհակառակը ծորեր է իջնում, որ սահմանափակ է ծանրությունը այդ ապրանքների, որ կարող են բարձել այդ երկաթուղուն։ Այսինքն մոտավորապես, այսպես ասեմ, եթե ուղիղ ճանապարհ լինի, ինչպես օրինակ Իջևանից Գյումրի ճանապարհն է համեմատաբար ուղիղ անցնում, ապա կարելի կլինի ենթադրենք մեկ էլեկտրաքարշին կապել, չգիտեմ, 20 հատ վագոն եւ այդ 20 վագոնով տեղափոխել միանգամից ինչ-որ X քանակի ապրանք, Վրաստանի դեպքում Բաքու Թբիլիսի Կարս երկաթուղով 20 վագոն կապել հնարավոր չի, որովհետեւ այդ գնաց ուղղակի շուռ կգա այդ ծորը իջնելիս, դրա համար այնտեղ կապել ընդհանրապես 10 վագոն կամ 12 վագոն եւ դրա միջոցով կրկնակի անգամ ավելանում է ծախսը այդ 20 վագոնը տեղ հասցնելու համար։ Եվ սա նույնպես տնտեսական ծախս է, բայց Ադրբեջանը գնում է դրան քաղաքական նկատառումներով, նախ Ռուսաստանին չներվացնելու համար, որովհետև Ռուսաստանին բացարձակապես ձեռնտու չի, որ Հայաստանը եւ Ադրբեջանը բաց սահման ունենան եւ տնտեսական ուղիները անցնեն Հարավային Կովկասով, այդ դեպքում Ռուսաստանի դերը շատ կնվազի Չինաստանի համար, իսկ այսօր Ռուսաստանը շատ կարևոր է Չինաստանի համար։ Մյուս կողմից Ռուսաստանը մեր տարածաշրջանում ազդեցության խնդիրներ ունի, իսկ տարածաշրջանում ինչքան շատ են կոնֆլիկտները, ինչքան շատ են փակ սահմանները, ինչքան շատ են խնդիրները պետությունների միջև, այնքան երրորդ կողմերի մասնակցության կարևորություն կա եւ ակնհայտ է, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը լուծեն հարցերը, բացեն սահմանը, այլ ինչի համար են անհրաժեշտ
ռուսները թե Ադրբեջանում, թե Հայաստանում կապված այդ ենթակառուցվածքների հետ եւ այս առումով Ռուսաստանը չի ցանկանում իր ազդեցությունը կորցնել, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորինս ուշ հասնեն այդ կետին, որ կարգավորեն գոնե այդ սահմանային հաղորդակցությունը։ Ադրբեջանն էլ այս առումով իր շահերը ունի, իր խնդիրները ունի, չի ցանկանում նախ Ռուսաստանին նեղացնել, հետո չի ցանկանում որպեսզի Հայաստանը օգտվի, Հայաստանը զարգանա, որովհետև Ադրբեջանում ամեն դեպքում վախ կա, որ կարող է հանկարծ ինչ-որ մի օր Հայաստանը որոշի վերադառնալ Արցախի խնդրին, Հայաստանը որոշի այլ հարցեր բարձրացնել։ Ադրբեջանը ցանկանում է շրջանցել Հայաստանը եւ ունենալ շահավետություն, տնտեսական օգուտներ առանց Հայաստանին այդ գործընթացում ներառելու։ Եվ այս առումով Ադրբեջանը կտրականապես դեմ է, որպեսզի այդ ճանապարհները անցնեն Հայաստանի հյուսիսային հատվածով։ Ադրբեջանը առաջարկում է այդ ճանապարհները կառուցել Սյունիքի մարզով, գիտեք, Զանգեզուրի միջանցք կոչվածն են ցանկանում իրենք, եթե հնարավոր լինի իրենց համար, եթե հնարավոր լինի ունենալ արտատարածքային միջանցք, այսինքն ճանապարհ Սյունիքով, որի նկատմամբ Հայաստանը վերահսկողություն չունենա, որը պահանջում են ադրբեջանցիները անընդհատ, բայց մենք հրաժարվում ենք եւ չենք տալիս, եթե հնարավոր չլինի, գոնե ունենալ շատ փոքր հատված, որովհետեւ տեսեք հյուսիսային հատվածում 131 կիլոմետր, եթե ես ճիշտ եմ հիշում, Իջևանից մինչև Գյումրի, մինչև Հայաստան-Թուրքիա սահման, իսկ Սյունիքում ընդամենը 40 կիլոմետր է, դա ակնհայտ է, եթե ապրանքը անցնում է 130 քանի կիլոմետր, դրա համար 3 անգամ, 4 անգամ ավելի շատ պիտի վճարեն Հայաստանին, քան եթե անցնում է 40 կիլոմետր, եւ դրա համար Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Հայաստանի տարածքով ավելի քիչ անցնի, որպեսզի Հայաստանը ավելի քիչ կարողանա հարստանալ, ավելի քիչ կարողանա ձեռքբերումներ ունենալ։ Հայաստանի Հանրապետության շահն էլ այն է, որպեսզի հակառակը մենք կարողանանք այնպես անել, որ այդ գծերը ավելի շատ անցնեն Հայաստանի տարածքով, մենք ավելի շատ օգուտներ այդտեղ քաղենք եւ Հայաստանը դրա համար առաջարկել է խաղաղության խաչմերուկը։ Խաղաղության խաչմերուկի նկարը, եթե դուք տեսել եք, այնտեղ 4 հատ ծլակ է դրված, բայց իրականում ավելի բարդ է այդ կառուցվածքը, ավելի բարդ է այն, ինչ Հայաստանը առաջարկում է։ Հայաստանը առաջարկում է փաստացի բացել բոլոր կոմունիկացիաները միանգամից։ Այսինքն եւ ունենալ այդ ճանապարհը հյուսիսով անցնող Ես ասեմ, որ այնտեղ շատ փոքր հատված 30 կիլոմետրի չափով ընդհանրապես պետք է երկաթուղի կառուցել, մնացած ամեն ինչը պատրաստ է։ Եվ պետք է վերակառուցել մի փոքր հատված Հայաստան-Ադրբեջան սահմանի մասում եւ մեր կողմից եւ նրանց ադրբեջանցիների կողմից։ Դա շատ արագ կարելի է, չգիտեմ, ամիսների ընթացքում նույնիսկ, եթե ոչ մեկ տարվա ընթացքում կարելի է անել վերջացնել։ Եվ դա բացել, եւ Սյունիքում կառուցել Սյունիքով ճանապարհ ունենալ եւ եւս երկու ճանապարհ կան Հայաստանում անցնող, որ Ադրբեջանից կարող են գալ ավտոմոբիլային ճանապարհներ, դրանք են աշխատացնել, այսինքն միանգամից ամեն ինչ բացել։ Հայաստանի հաշվարկը պարզ է, եթե լինեն օրինակ 4 աշխատող ճանապարհներ, ակնհայտ է, որ այն ընկերությունները, որոնք ապրանքներ են տեղափոխում, ընտրելու են այն ճանապարհը, որը տնտեսապես ավելի ձեռնտու է։ Իսկ տնտեսապես բոլոր դեպքերում ավելի ձեռնտու է Հայաստանի հյուսիսով անցնող ճանապարհը։ Այսինքն անկախ նրանից Ադրբեջանը կունենա Ադրբեջան Նախիջևան կապ Սյունիքով թե չի ունենա, եթե չինական ինչ-որ մի ընկերություն ապրանք է ուզում տեղափոխել, այդ չինական ընկերությունը չի տանելու այդ ճանապարհով տեղափոխի, որովհետև իմաստ չունի։ Այդ ճանապարհը նախ երկար է, մոտավորապես 121 կիլոմետրով ավելի երկար է ուղիղ անցնելու տարբերակից։ Երկրորդը այդ ճանապարհի մի մեծ հատվածը դեռ կառուցված չի եւ դեռ չի սկսվել կառուցումը, դա Կարսից դեպի Նախիջևան գնացքի գծի կառուցումն է, որի մասին Թուրքիան այս մի տարի է հայտարարել, որ հեսա սկսել է, բայց չի սկսում կառուցել, հավանաբար չի սկսում, որովհետև իմաստ չունի։ Երրորդը այդ ճանապարհի դեպքում կա մեկ հնարավորություն առանց այդ երկաթուղի այդ Կարս Նախիջևանը կառուցելու գնալ հասնել Կարս, դա Նախիջևանով անցնել, գալ Երասխով նորից մտնել Հայաստան, գալ Գյումրի եւ Գյումրիից Կարս գնալն է, բայց սա էլ անիմաստ է Ադրբեջանի համար, որովհետեւ եթե նորից պիտի մտնեն Հայաստան, ինչ իմաստ ունի պատտել տանել այդ ապրանքները Սյունիքով Նախիջևանով նորից բերել մտցնել Հայաստան, դրա փոխարեն միանգամից կմտնեն Իջևանից Հայաստան եւ գնան Գյումրիով դուրս կգան, դա էլ Ադրբեջանի ձեռնտու չէ։ Եվ ինչպես ասացի, այդ օրինակ չինական ընկերությունը, որ ապրանք է տեղափոխում, ակնհայտորեն օգտագործելու է մեր հյուսիսային ճանապարհը, ինչի համար, որովհետև ավելի շատ փող կարող է աշխատել, այսպես թե պարզ ասենք, եթե հյուսիսային ճանապարհով տանի, եթե հարավային ճանապարհով տանի, այդ փողից պիտի ծախսի, որովհետև այդտեղ ավելի շատ ռեսուրսներ է օգտագործելու։ Եվ հենց այս պատճառով էլ Ադրբեջանը դեռևս չի համաձայնում
խաղաղության խաչմերուկի, թեև դեմ ոչինչ չի ասել Ադրբեջանը պաշտոնապես, բայց կողմ ոչինչ էլ չի ասել։ Ադրբեջանում էլ հասկանում են, որ եթե բացվում է եւ այն ճանապարհը, տնտեսական առումով, որը ձեռնտու է այնտեղում են անցկացնելու, իսկ Սյունիքով հասնող ճանապարհը ոչ մեկին ձեռնտու չի լինելու այդ դեպքում։ Դրա համար Ադրբեջանը շարունակում է պնդել, որ բացվի Սյունիքով հասնող ճանապարհը, հետո մնացի մասին կխոսենք։ Իհարկե Ադրբեջանի այս մոտեցումը չեն ընդունում հավանաբար բացի Ռուսաստանից ոչ մի տեղում, նաև Իրանը որոշակիորեն Ադրբեջանի այս հարցում աջակցում է, որովհետև Իրանին էլ ձեռնտու չի, որ բացվի ճանապարհը, որովհետև Իրանով էլ հասնող ճանապարհներ կան եւ նորից տնտեսական առումով, եթե կա ձեռնտու ճանապարհ ուղիղ Ադրբեջանից դեպի Հայաստան եւ դեպի Թուրքիա եւ դեպի Եվրոպա, ինչի պետք է տանեն մտցնեն Իրան, այդ խնդիրներով անցնեն, հետո երկարացնեն այս ճանապարհը եւ այլն, եւ Իրանն էլ որոշակի կորուստներ ունենալու տնտեսական առումով։ Իհարկե Իրանը այդպես բացահայտ դեմ չի, բայց քանի դեռ բաց չի, Իրանի համար լավ է։ Վրաստանն է նույն տրամաբանության մեջ ցանկանալ, որպեսզի իր տարածքում ասեն ամեն ինչ, բայց Վրաստանի դեպքում ավելի շատ, Իրանի դեպքում փոքր ավելի քիչ, իրենք ազդելու շատ մեծ հնարավորություններ չունեն։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ռուսաստանը կարողանում է ազդել, ունի հնարավորություններ, կարողանում է ազդել եւ փորձում է խոչընդոտել, որպեսզի հնարավորինս ավելի ուշ բացվի այդ սահմանը։ Երևի թե Հայաստանի արտաքին քաղաքականության մասով այսքանը, եթե հարցեր կան, ես պատասխանեմ, հետո անցնենք վերլուծության։ Շատ լավ, նրանք ովքեր հարց ունեն, խնդրեմ իրենց ձեռքը բարձրացնեն ու հղեն իրենց հարցը։ Ահա Արսեն ջան, լսում ենք քեզ։ Պարոն Ղևոնդյան, ողջունում ձեզ, նաև մյուս մասնակիցներին, ես Արսենն եմ, 17 տարեկան, ապակա դիվանագետ եմ, նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, այսպես բովանդակալից խորքային ներկայացնելու համար Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մի ժամանակ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ Հայաստանը 2015 թվականին Իրաքի հետ կնքել է տնտեսական համագործակցության պայմանագիր, ըստ որի Հայաստանը որքան գյուղմթերք որ արտադրեր, Իրաքը պատրաստ էր դա գնելու։ Ուզում եմ հասկանամ որքանով է այս ինֆորմացիան համապատասխանել իրականությանը եւ որոնք են հանգամանքները, որոնք խոչընդոտ դարձան, որ այդ պայմանագիրը կյանքի չկոչվի։ Շնորհակալ եմ։ 2015 չէ, ասացիք։ Այո։ Ուրեմն ես նշեմ, որ դա վերաբերում է տնտեսական դիվերսիֆիկացիային, ակնհայտ է, որ Հայաստանը 2015 թվականից, հենց նույն թվականից դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ եւ այստեղ կա խնդիր կապված հայկական արտադրանքի որակի հետ։ Հիմա ես կասեմ որակի մասին, բայց մինչ այդ ես նշեմ, որ բազմաթիվ պայմանագրեր կան, որոնք այդպես գրված են, թղթի վրա գրված են, բայց այդ թղթերը որևէ մեկը չի օգտագործում։ Օրինակ Հայաստանը եւ Լիբանանը ունեն ռազմական փոխօգնության պայմանագիր, բայց ոչ մի դեպքում Հայաստանի վրա հարձակվելիս լիբանանական զորքեր այստեղ չենք տեսել, Լիբանանի վրա էլ օրինակ Իսրայելի կողմից կրակելու դեպքում հայկական զորքեր Լիբանան չեն գնում։ Այսինքն բազմաթիվ են նման պայմանագրերը, որոնք կնքվել են ինչ-որ նպատակներով, բայց հետո այդ նպատակները չեն իրացվել եւ այդ պայմանագրերը այդպես մնացել են, ոչ ոք չի չեղարկել, բայց ոչ ոք չի էլ օգտագործում։ Ինչ վերաբերում է կոնկրետ գյուղմթերքի արտահանմանը, տեսեք, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է եւ այստեղ մենք ունենք մի շատ լուրջ խնդիր, որը օրինակ ձևակերպված է եւ մենք նշել ենք իմ եւ Արեգ Քոչինյանի համահեղինակությամբ հրատարակված Հայաստանի Ռուսաստանից Հայաստանի կախվածությունները սպառնալիքներ եւ լուծումներ գրքում։ Այդ խնդիրը հոգեբանական է։ Ռուսաստանում եղեք որպեսզի պատկերացնեք դուք Ռուսաստանի կա ինչ-որ մի հատված Ռուսաստանի սպառողների, որ չի հետաքրքրում, օրինակ Ծիրանը որտնած է թե որտնած չի։ Իրենց համար կարևոր է ինչ-որ մի բան լինի, շատ կոպիտ ասած, ինչ-որ մի բան լինի, որ իրենք խմելուց հետո կարողանան դրանից հետո ոնց որ օրտնազում զակուսկի անեն, այսպես ասեմ։ Հայաստանի գյուղմթերքի արտադրողներից շատերը ունեն իրենց շուկաները, չգիտեմ, Մագադանում, Օմսկում եւ այլն, բազմաթիվ տեղերում, Յակոբսկում, հեռու Սիբիրում եւ այլն, որտեղ որ նրանք ուղարկում են շատ ցածր որակի ապրանք։ Օրինակ, նույն որտնած ծիրանը ուղարկում են այնտեղ, այդ որտնած ծիրանը այնտեղ մի անգամից սպառվում է, Հայաստանից եկած ծիրան, այդքան էլ էական չի, թե որտնած է, թե որտնած չի։ Եթե այդ ապրանքը ուղարկեն Իրաք, այդ ապրանքը նախ չի հասնի Իրաք, ճանապարհին բռնեն եւ թույլ չեն տա մտնի, կամ եթե հանկարծ նույնիսկ հասնի, ոչ ոք չի գնի այդ ապրանքը։ Որովհետեւ Իրաքի հարուստ արաբ սպառողը երբեք որտնած ծիրան չի գնի։
Այս խնդիրը կա ու այս խնդիրը հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք կարողանանք զարգացնել մեր գյուղատնտեսությունը, բարձրացնել որակը, որպեսզի կարողանանք հետո այդ ապրանքը տանել հասցնել Պարսից ծոցի երկրներ, ոչ միայն Իրաքը, բազմաթիվ երկրներ կան Մերձավոր Արևելքում, ում որ շատ հետաքրքիր է հայկական գյուղմթերքը։ Հայկական գյուղմթերքը որոշակի յուրահատկություն ունի։ Իհարկե, օրինակ Եվրամիություն հայկական գյուղմթերքի ուղարկելը խնդիրներ ունի, նույնիսկ Թուրքիայի տարածքով, եթե հնարավոր լինի ուղարկել, որովհետև Թուրքիան նույն պայմանները ունի եւ ինքը արտադրում ուղարկում է։ Մերը մրցակցությանը չի կարող դիմանալ, որ պիտի Թուրքիայի տարածքը անցնի։ Բայց Մերձավոր Արևելքի դեպքում այդ խնդիրը այդքան սուր չի։ Որոշ տեսակներ կան, որոնք յուրահատուկ են, որը յուրահատուկ է, դա շատ լուրջ պահանջարկ ունի ու շատ լուրջ սպառում կարող է ունենալ Մերձավոր Արևելյան երկրներում, այդ թվում Իրաքում։ Բայց որպեսզի մենք հասնենք նախ այդ ծավալներին, որովհետև ծավալների խնդիր կա, ես ձեզ ասեմ ծավալների հետ կապված, օրինակ Կանադայում գիտեք, որ Ամերիկայի հետ Տրամպի հայտարարած քաղաքականության հետ կապված Կանադայում որոշակի խնդիրներ կար, ամերիկյան ապրանքներից հրաժարվում էին եւ այլն, եւ Կանադայից կապվել էին այստեղ մեր արտադրողների հետ ու ասել էին մեզ չիր ուղարկեք, հայկական մրգերի չիր։ Ուզել էին մոտավորապես ամեն ամիս եթե չեմ սխալվում, ասել էին ամեն ամիս մեզ ուղարկեք 10 այդ ֆուրերը ոնց է հայերեն 10 մեծ բեռնատարներով չիր, մեր արտադրողները բոլորը իրար հետ ամեն ամիս արտադրում են ընդհանրապես 1 բեռնատար չի։ Այսինքն մենք նույնիսկ այդ ծավալը չենք էլ կարողանա ապահովել այնքան ինչքան իրանք ուզում են, չասած նրա մասին, որ մեր ապրանքը կսպառվի, թե չի սպառվի։ Միակ խնդիրը այդ որակի խնդիրն է։ Եթե մենք որակը կարողանանք բարձրացնել, որակը բարձրացնելու համար ինչա պետք։ Որակը բարձրացնելու համար պետք է որպեսզի մեր իշխանությունները կոնկրետ ուղղորդված քաղաքականություն բարեն, բայց մեր իշխանությունները այդ քաղաքականությունը չեն բարում, ինչքան էլ մենք իրանց ասում ենք։ Ինչի չեն բարում, որովհետև դա քաղաքական առումով ձեռնտու չի։ Այն իշխանությունը, որը օրինակ մենք առաջարկում ենք, ասում ենք, եթե մարդը արտահանում է վատ որակի միրգ բանջարեղեն, այդ մարդու հարկը բարձրացրեք։ Իշխանությունները մեզ իհարկե չեն ասում, բայց դա հասկանալի է, դա քաղաքական գործընթացի էությունն է։ Եթե իշխանությունները այդպիսի բան անեն, այդ մարդիկ իշխանությունների նկատմամբ վատ են տրամադրվել եւ հաջորդ ընտրություններին այդ քաղաքականությունը ձայներ է կորցնում։ Դրա համար իշխանությունները չեն անում այդպիսի բան։ Իսկ եթե այնուամենայնիվ իշխանությունները վերցնեն բարձր հարկ սահմանեն վատ որակի մրգի բանջարեղենի համար, ակնհայտորեն այս մարդիկ կտեսնեն, որ շահույթից զրկվում են, կսկսեն որակը բարձրացնել։ Որակը բարձրացնելու համար պետք է բերել որոշակի տեխնոլոգիաներ ներդնել, այդ տեխնոլոգիաները փող արժեն։ Այս մարդիկ հիմա այդ փողը չեն ծախսում, որովհետև այդ փողը իրանց եկամուտն է, այսպես ավելի կոպիտ օրինակի վրա ասեմ, որ պարզ լինի։ Իրանք վաճառում են, չգիտեմ, 1000 կիլոգրամ ծիրան, ստանում են 100,000, չգիտեմ, կամ 10,000 դոլար եկամուտ, եթե իշխանությունը այդ 10,000-ից 5,000-ը հարկի, այդ մարդիկ կգնան այդ 3,000 դոլարով տեխնոլոգիա կամ 5,000 դոլարով տեխնոլոգիա կբերեն կդնեն, որ որակը լինի բարձր, իշխանությունը հաջորդ անգամ իրանց չհարկի։ Բայց քանի դեռ իշխանությունը իրանց չի հարկում, իրենք կոպիտ ասած թքած ունեն այդ ծիրանը որտնած է, թե որտնած չի, որովհետև միևնույն է, շուկան կա, առնողը կա, իրանք իրենց 10,000 դոլարը աշխատում են։ Ես նույնիսկ մի օրինակ ասեմ, մի անգամ էկոնոմիկայի նախարարը բողոքեց, ասաց, որ մարդը գիլաս է արտադրել կարծեմ, որը որտնած է, ես իրան ասում եմ, քո գիլասը որտնած է, ինքը եկել է ինձ ասում է, քո ինչ գործն է, ես Հայաստանում չեմ ծախում իրան։ Եթե Հայաստանում ծախեմ, ինձ բռնի տուգանի։ Ես ուղարկում եմ իրան Ռուսաստան, Ռուսաստանում էլ կառնում թե չեն առնի, քեզ ինչ։ Այսինքն այդ մարդուն առաջարկում են, ասում են, արի տեխնոլոգիաներ ներդնենք, պետությունը էլ քեզ օգնի, որակը բարձրացնենք, այդ մարդը ասում է, ինչին է պետք, ես փող ծախսեմ ավելորդ։ Այն այ ես իմ վատ որակի ապրանքը ծախում։ Ու ասեցի, սրա լուծման միակ միջոցն է, որպեսզի պետությունը վատ որակի համար հարկի, լավ որակի բարձրացնելու համար փող տա, կոպիտ ասած։ Հենց որ պետությունը դա անի, մենք հենց այդ նույն Իրաքի հետ կապված, Մերձավոր Արևելքի հետ կապված մեր հնարավորությունները միանգամից կբարձրացնենք։ Բայց նորից ասեմ, որ պետության իշխանության դա անելը կապված է քաղաքական որոշման հետ ու բերելու է հակադարձ էֆեկտ, բերելու է կարճաժամկետ խնդիրներ, ավելի կոպիտ ասած, իրենք ձայներ են կորցնելու։ Կանեն թե չեն անի, տեսնենք արդեն։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Շնորհակալություն, Գոհար ջան, լսում ենք քո հարցը։ Բարև ձեզ, ինձ լսում եք։ Այո։ Այս անգամ ձայնի խնդիր չունեմ, շնորհակալություն բովանդակալից ներկայացման համար։ Ես կուզեմ հարցնել արտաքին քաղաքականության հետ կապված, քանի որ լրագրող եմ, մեդիայի մասով, թե ինչն է, որ վատ է լուսաբանվում կամ արժի շատ լուսաբանել
հենց արտաքին քաղաքականության մեջ կամ այս տարածաշրջանային խնդիրների հետ կապված։ Ես ճիշտն ասած կարծում եմ այստեղ լրատվական դաշտի խնդիրն ավելի շատ, քան ինչ-որ մի բան քիչ լուսաբանելը կամ չլուսաբանելը։ Մենք ունենք լրատվական դաշտում մի հատված, որը ակնհայտորեն Հայաստանի Հանրապետության շահերը չի պաշտպանում, ինքը պաշտպանում է կոնկրետ Ռուսաստանի շահերը, ինչի համար, որովհետև այդ հատվածի փաստացի տերերը ունեն իրենց յուրահատուկ պատկերացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին, դա առաջին հերթին Հայաստանի երկրորդ նախագահը եւ նրա հետ փոխկապակցված լրատվականներն են, իսկ Հայաստանի երկրորդ նախագահը եւ որոշ մարդիկ, ովքեր նրա շուրջ են հավաքած կամ նրա քաղաքական տեսակետները կիսում են, կարծում են, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ լինելու դեպքում չի կարող ապահովել մարդկանց համար բարեկեցիկ կյանք եւ լավ կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետություն լինի Ռուսաստանի մաս, Ռուսաստանի հետ հաղթահարի խնդիրները, դժվարությունները, Հայաստանի ժողովուրդը լավ ապրի, լինելով Ռուսաստանի քաղաքացի կամ Ռուսաստանի մաս, բնականաբար իրենք էլ իրենց անձնական շահերը ունեն, իրենց ամենամեկն էլ պատկերացնում է, որ այդ դեպքում իրենք լինեն Հայաստանի գուբերնատոր կամ այսպես ինչ-որ մի բան եւ կարողանան իրենց հարստությունները ոչ միայն պահպանել, այլ բազմապատկել եւ այլն։ Եվ այն մեդիայի այն հատվածը, որը պատկանում է այս մարդկանց, բնական է, այս տրամաբանության մեջ է փորձում ներկայացնել արտաքին քաղաքականությունը, եթե Հայաստանը ինքնուրույն որոշում է կայացնում, ես ասացի, չէ, որ որոշման կայացման կենտրոնը Մոսկվայից տեղափոխվել է Երևան վերջին տարիներին, այսինքն որոշումը կայացնում ենք, եթե ինչ-որ բան պիտի անենք, օրինակ ՄԱԿ-ում պիտի քվեարկենք, որոշումը կայացնում են Երևանում։ Առաջ այդ որոշումը կայացնում է Մոսկվայում, Մոսկվայից զանգում են Երևան, ասում են ձեր ներկայացուցիչին, ասենք, թող քվեարկի այսպես, Երևանից զանգում են, ասում են քվեարկի այսպես։ Հիմա Մոսկվայից ոչ ոք չի զանգում Երևանին, ասի թե ոչ պիտի քվեարկի, Երևանը որոշում է, զանգում են, ասում են քվեարկի։ Այս մեդիայի այս հատվածը բոլոր այդպիսի դեպքերում քննադատում է իշխանություններին, բոլոր այդպիսի դեպքերում Հայաստանի արտաքին քաղաքականությունը համարում է արկածախնդրություն, համարում է, որ մենք Հայաստանը փորձում ենք ծախել Թուրքիային, փորձում ենք ծախել Ֆրանսիային, օրինակ ադրբեջանական մամուլը շատ է գրում, որ Երևանի փոխարեն որոշումներ կայացնում է Ֆրանսիան, ինչի, որովհետև իրենք չեն ցանկանում, որ Երևանը լինի որոշում կայացնող, քանի որ հիմա Մոսկվայից Երևան չեն զանգում, ադրբեջանցիները փնտրել են, գտել են, որ Ֆրանսիայի հետ լավ հարաբերություններ, եկեք ասենք, որ Ֆրանսիայից են զանգում։ Ու եթե կարդաք ադրբեջանական մամուլ, կտեսնեք, որ ադրբեջանական մամուլը գրում է, որ Հայաստանը այսինչ բանը արեց, որովհետև Փարիզից այդպես էին ասել։ Շատ է գրում։ Օրը մեջ գրում են դրա մասին, այսպես ասենք, եւ Հայաստանի մեդիայի հետ մի հատվածն էլ վերցնում դա այդտեղ Ֆրանսիա բառը փոխարինում է Թուրքիա բառով, ուստում է այդպես տարածել։ Շատ դեպքերում հենց ադրբեջանական մամուլից էլ վերցրած տեքստը նույնն է, Ֆրանսիա բառը փոխարեն գրված է Թուրքիա։ Եթե վերցնեք համեմատեք, կտեսնեք դրանք իրակով։ Շատ են այդպիսի դեպքերը։ Եվ քանի որ այդ մամուլի այդ հատվածը բավական մեծ գումարների հետ իրապետում իրենց տերերի հնարավորությունների հետ կապված, մամուլի այդ հատվածը կարողանում է տարածել իր տարբեր սատելիտներով այդ ինֆորմացիան, շատ բարդ է լինում մյուս հատվածին, որը կամ չեզոք է կամ այն հատվածին, որը Հայաստանի ներկա իշխանությունների թելադրանքով է գործում, իրարից ներկա իշխանությունների հետ փոխկապակցված լրատվականներն էլ հակառակ ծայրահեղությունն են։ Ինչ ուզում է անի Հայաստանի իշխանությունը, լավ անի, վատ անի, սկսում են գովերքել եւ այլն, թե տեսեք Հայաստանի իշխանությունը կարողացավ էս անել, կարողացավ այն անել, ու ստացվում է այնպես, որ նրանք ամեն ինչ մեղադրում են, նրանք ամեն ինչ գովերքում են, արանքում մնացած շատ փոքր մեդիան, որը անկախ է, որը չեզոք է, իրենց ձայները կորում են ուղղակի։ Ճիշտ է, կան այդպիսի լրատվամիջոցներ, կան այդպիսի լրատվականներ, բայց իրենց խոսքը շատ քիչ է տեղ հասնում հասարակությանը, պատկերացրեք մոտավորապես ոնց որ դուք հեռախոսով խոսում եք ինչ-որ մեկի հետ, բայց հեռախոսը շատ ուժեղ խշշում է։ Ու այդ խշշոցը հենց այդ իշխանական լրատվամիջոցների ու հակաիշխանական տրամադրված լրատվամիջոցների այդ աղմուկն է։ Աղմուկի մեջ ձեր խոսքը նորմալ տեղ չի հասնում կամ ասում է աղավաղված։ Դրա համար օրինակ քաղաքագիտական դաշտում ասում են, որ ներկայում Հայաստանի մեդիան աշխատում է փչացած հեռախոսի էֆեկտով։ Կարծում եմ երեխա ժամանակ փչացած հեռախոս խաղացել եք, որ սկզբում ինչ-որ բան են ասում, վերջում ասում են բացարձակապես այլ բան։ Ու հենց այդ էֆեկտի խնդիրը այդ աղմուկն է, այդ ինֆորմացիոն աղմուկն է, որի մեջ կողմնորոշվելու համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ, իսկ
այդպիսի գիտելիքներ սովորաբար ունենում են քիչ թվով մարդիկ, ովքեր պատրաստված են դրան, ելնելով իրենց մասնագիտական ունակություններից կամ իրենց ստացած կրթությունից եւ այլն, մարդկանց մեծ մասը, ճնշող մեծացում 80-90% սովորաբար նման գիտելիքներ չի ունենում։ Եվ այստեղ է հիմնական խնդիրը, ոչ թե այն, որ ինչ-որ բան լուսաբանվում է կամ չի լուսաբանվում։ Շատ լավ, շնորհակալություն։ Ամեն դեպքում կուզեի գուցե կան թեմաներ, որոնք որ իրոք դուրս են մնում կամ ավելի լավ չեն լուսաբանվում, արժի ավելի շատ խոսել դրա մասին, նույն այդ աղմուկի միջից դուրս գալու այդ չեզոք դիրքից ավելի շատ խոսելու համար։ Չգիտեմ, գուցե ընթացքում ինչ-որ գաղափարներ կան ու առաջարկեք։ Ես կարծում եմ արտաքին քաղաքականության հետ կապված ցանկացած թեմա Հայաստանի ներսում հիմա տեղեկատվական հաղորդակցական դաշտը այնքան բաց է, որ միևնույն է, այդ տեղեկությունը գալիս է, հասնում է եւ լուսաբանվում է։ Այլ հարց է, որ լավ ճիշտ չի լուսաբանվում շատ դեպքերում կապված իմ նշած խնդիրների հետ, բայց ես չեմ կարող ասել, որ օրինակ Եվրամիությանը եւ Հայաստանի փոխհարաբերությունները չեն լուսաբանվում կամ քիչ են լուսաբանվում։ Չէ, ամեն մի լրատվական ըստ իր նախասիրությունների այդ հարցը լուսաբանում է։ Նրանք ասում են, որ այսի վատ բան եք անում, դավաճանում եք Ռուսաստանին, սրանք ասում են, այսի լավ բան եք անում, Հայաստանը դարձնում եք, չգիտեմ, դրախտ եւ այլն, այն չեզոքներն էլ արանքում փորձում են հասկանալ որն է դրական, որն է բացասական։ Նույն ձևով ամեն ինչ, ճիշտ ասած, չեմ տեսնում ինչ որ մի նշանակալի քաղաքական իրադարձություն, որը չի լուսաբանվում։ Հիմնականում ամեն ինչ լուսաբանվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ հարցեր եթե կան, խնդրեմ ձեր բարձրացնել։ Միջად ես օրինակ մի բան կուզենամ նշել, ես օրինակ նկատել էի, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի փոխարգործնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, օրինակ դա շատ մեծ չլուսաբանվեց հայկական մեդիայում, երևի զուտ տես լուրերի տեսքով ինչ որ տագրած, բայց ընդհանուր մեկնաբանություն հարցին, ճիշտն ասած, միայն դիլեմայի շրջանակներում հանդիպեցի։ Կարծում եմ, որ օրինակ այդ մասով ու տարածաշրջանային ընդհանուր մասով իմ կարծիքով արժի ավելի շատ լուսաբանել հենց տարածաշրջանի մյուս երկրներում ինչ է կատարվում։ Պարոն Ղևոնդյան, իմ հարցը Ես մի հատ քո ասացի հետ կապված արձագանքեմ նոր Արտիջան, ուրեմն տես ինչի չի լուսաբանվում, ճիշտ ես ասում, լինում են իրավիճակներ, երբ որոշ հարցեր քիչ են լուսաբանվում, միայն դիլեման չի, հանրային հեռուստատեսությունն էլ դրա մասին ասել, Սպուտնիկն է օրինակ դրա մասին ասել եւ այլն, եղել են լրատվական լուսաբանել են, բայց այդ աղմուկը թույլ չի տալիս, որպեսզի կենտրոնանաս ինչ-որ բանի շուրջ տեսեք, ես չեմ հիշում օրինակ բերեմ, հստակ այդպես չի, բայց օրինակ բերեմ։ Օրինակ կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի, չգիտեմ, ազգային ժողովի նախարարները հանդիպեն, նույն օրը, ասենք, երկիչ Անդրեի կինը ինչ-որ հայտարարություն անի, ու այդ երկիչ Անդրեի կնոջ հայտարարությունը այնքան տարածվի, որ Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետերի հանդիպման լուրը կորի է դաշտում։ Դա մեդիայի յուրահատկությունն է։ Ինֆո առիթը, եթե ինչ-որ մի բան լինում է, այն մյուս առիթները իմիջիայից ես մի հատ բան ասեմ, դուք դրա մասին տեղյակ լինեք, մի գործարար կա, Ներսես Ավդալյանը, ինքը NOTM ընկերության հիմնադիրը ու տերն է, ով իր ապրանքները վաճառում է գովազդի միջոցով։ Ես ասեմ, որ ինքը շատ մեծ հաջողություններ է հասել, արհեստական բանականությունը օգտագործում եւ այլն, շատ մեծ հաջողություններ է հասել, օրինակ հիշում եք, կորոնավիրուսի ժամանակ բոլոր ընկերությունները կորուստել էին, չէ՞ գրում։ NOTM ընկերությունը այդ ժամանակամիջոցում մոտավորապես 40% աճ ունեցել։ Ինչի, որովհետև այդ մարդը սկսեց գովազդը մարդկանց տուն ուղարկել։ Բոլոր մարդիկ տանն էին, չէ՞, դուրս չէին գալիս, հիշում եք կորոնավիրուսի ժամանակ։ Քանի որ տանն էին, TV էին նայում, հեռախոսներին էին նայում եւ այլն, ինքը սկսեց միանգամից այդ բոլոր տեղերում սկսեց գովազդ անել։ Մարդիկ ավելի շատ տեսան գովազդը, ավելի շատ ապրանք սկսեցին գնել։ Պարզ սովորական հաշվարկ։ Ու տեսեք ոնց է օգտագործվում ինֆո տարածությունը։ Տեղեկատվական տարածությունը ոնց է օգտագործվում։ Հենց որ տեղի է ունենում, ես ներսից գիտեմ, էլի ինքը ոնց է աշխատում։ Հենց որ տեղի է ունենում ինչ որ նշանակալի իրադարձություն, օրինակ ենթադրենք Ադրբեջանը կրակեց, չէ՞, մեր ուղղությամբ։ Այդ օրը ինքը գովազդ չի դնում, փող չի ծախսում անիմաստ, որովհետև իր դրած գովազդը ոչ ոք չի նայելու։ Ինֆո առիթը ուրիշ է։ Բոլոր մարդիկ հետաքրքրված են ման են գալիս, գտնում են ում վրա կրակեց, ոնց կրակեց, զոհ ունենք, չունենք եւ այլն։ Այսինքն ինքը ինֆո տարածությունում կարողանում է կողմնորոշվել, այդ դրա համար եմ ասում։ Կան որոշակի մարդիկ, ովքեր իրենց մասնագիտությունով, իրենց կրթությամբ եւ այլն կարողանում են ճիշտ կողմնորոշվել ինֆո տարածությունում եւ օգուտներ քաղել։
Բայց մարդկաց մեծամասնությունը ցավոք սրտի կողմնորոշվելու հնարավորություններ չունի եւ այդ աղմուկը, որը գալիս է, չգիտեմ, Անդրեի կինը կլինի, Ադրբեջանի կրակելը կլինի, Ռուսաստանից ինչ-որ պաշտոնյա հայտարարություն կլինի, այդ աղմուկը գալիս է եւ փակում է այն կարևոր բաները, որոնք որ շատ լավ կլիներ, որպեսզի հասնեն մեր հասարակությանը։ Շատ լավ։ Իմ հարցը հետևյալն է, ըստ ձեզ որոնք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության 3 առաջնահերթությունները։ Գլխավոր եւ առաջին կետը Հայաստանի արտաքին քաղաքականության, դա Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումն է, դրա համար անհրաժեշտ է անընդհատ շարունակել դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը ոչ միայն անվտանգության ոլորտում, մենք դա արդեն արել ենք, շատ կարևոր է տնտեսությունը, որի մասին խոսեցինք, շատ կարևոր է նաեւ քաղաքական երկխոսության ուղղությունը, շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա շատ ակտիվ լինել ոչ միայն արևմուտքի ուղղությամբ, ռազմավարական համաձայնագրեր կնքել ոչ միայն Նիդերլանդների ու Միացյալ Նահանգների հետ, որը ունենք, Եվրամիության հետ հուսով եմ շուտով կունենանք, արդեն նախապատրաստում են, այլ նաև օրինակ Չինաստանի ուղղությամբ, օրինակ արաբական աշխարհի ուղղությամբ եւ այլն, այդ առաջինը եւ ամենակարևորը, երկրորդը արտաքին քաղաքականությունում Հայաստանը պետք է Ների շատ կարևոր է, Հայաստանը պետք է շարունակի նվազեցնել եւ շատ արագ նվազեցնի իր կախվածությունները Ռուսաստանից, որովհետեւ ես նշեմ, որ այս պահին մենք այնքան ենք կախված Ռուսաստանից, որովհետեւ Ռուսաստանը իր բոլոր ուղղություններով կախվածությունները միանգամից օգտագործի, Հայաստանը քանդի։ Իհարկե դա ծայրահեղ դրսևորում է, Ռուսաստանը դրա համար նույնիսկ ռեսուրսներ չունի, որպեսզի այդ բոլոր ուղղություններով միանգամից կարողանա օգտագործի, բայց այդ կախվածությունները, այդ սպառնալիքը պետք է նվազեցնել եւ դա երկրորդ ամենակարևոր բանն է, որ Հայաստանը պետք է անի եւ երրորդը Հայաստանը պետք է հերթականությամբ չի, առաջին երկրորդ որ ասում եմ, մեկը կարող է, մեկը կարևոր չի։ Դրանք երեք ամենակարևորն են իրար հավասար։ Եվ երրորդը Հայաստանը պետք է կարողանա հարաբերություններ հաստատել իր անմիջական հարևանների հետ, ամենագլխավորն ու ամենակարևորը Թուրքիան է, բայց նաև Ադրբեջանն է կարևոր, մեկը մյուսի հետ փոխկապակցված է իրականում, եթե Հայաստանը կարողանա սահմանը բացել եւ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, դա ազդելու է նրա վրա, որ Ադրբեջանն որոշակի սկսելու է համաձայնությունների գալ։ Եվ հակառակը, եթե Հայաստանը կարողանա օրինակ սահմանը բացել Ադրբեջանի հետ, կարծում եմ շատ արագ Թուրքիան է նկանի Հայաստանի հետ եւ սա էլ Հայաստանի գլխավոր գերակայություններից մեկն է։ Շատ լավ։ Ու հաջորդ հարցս, ինչը պետք է երիտասարդին, 3 բան, որ պետք է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ կարևոր է կրթությունը։ Պարտադիր չի, որ երիտասարդը սովորի քաղաքագիտություն կամ միջազգային հարաբերություններ կամ պատմություն, երիտասարդը պետք է սովորի։ Կարող է երիտասարդը լինել փայլուն բժիշկ եւ դա հնարավորություն կտա նրան զբաղվել քաղաքականությամբ։ Իհարկե, եթե համապատասխան վերապատրաստումը նա հասնի, կարող է լինել փայլուն ֆիզիկոս, կարող է լինել եւ այլն, որովհետեւ քաղաքականությունը այնպիսի մի ոլորտ է, որտեղ բազմաթիվ մասնագետների կարիք կա։ Քաղաքագիտության մեջ կա մաթեմատիկոսի կարիք, քաղաքականության մեջ կա մաթեմատիկոսի կարիք, կա ֆիզիկոսի կարիք, կա, չգիտեմ, բժիշկի կարիք, բոլոր լավ ուժեղ մասնագետների կարիք կա, որովհետեւ քաղաքականությունը ի վերջո այդ բոլոր մասնագիտությունների համախումբն է։ Ցանկացած հարցում, տեսեք, հիմա օրինակ քաղաքական հարց է որոշել, թե որ պետության հետ ինչ տիպի միջուկային նոր ռեակտոր կառուցել Հայաստանում, նոր ատոմակայան կառուցել Հայաստանում։ Եվ այստեղ անհրաժեշտ են փայլուն ֆիզիկոսներ, ովքեր կհասկանան թե ֆիզիկայից, թե քաղաքականությունից։ Եվ դա հնարավորություն կտա ճիշտ ընտրություն կատարել, ունենալ նոր ատոմակայան եւ միաժամանակ չեզոքացնել քաղաքական ռիսկերը կապված այդ ատոմակայանը ինչ որ մեկի հետ կառուցելու խնդրի հետ։ Հենց ամենաառաջին եւ ամենակարևորը դա կրթությունն է։ Երկրորդ շատ կարևոր բանը երիտասարդը պետք է կարողանա լինել ճկուն եւ ձեռք բերել կապեր։ Ինչպես են երիտասարդները ձեռք բերում կապեր։ Այսպիսի հանդիպումներով, այսպիսի հանդիպումներին մասնակցություններով, գնալով տարբեր միջավայրեր, որտեղ կան մարդիկ, ովքեր անցել են որոշակի ճանապարհ եւ այդ մարդիկ ներկայացնում են իրենց վաստակը, իրենց ունեցածը, բազմաթիվ են Հայաստանում օրինակ գիտաժողովները, հանդիպումները, որոնք բաց են, որտեղ կարող են երիտասարդները գնալ, մասնակցել, ծանոթանալ, հասկանալ ինչպես է տեղի ունենում այդ ծանոթություններ, կապեր ձեռք բերելու գործընթացը։ Եթե գա այդպիսի ժամանակ, ես հուսով եմ կգա այդպիսի ժամանակ, գոնե մենք կտեսնենք, որ Հայաստանում կներդրվի լոբինգի ինստիտուտը եւ
կլինեն պրոֆեսիոնալ լոբիստներ, ովքեր կարողանան իրականացնել լոբինգային գործունեություն, ապա երիտասարդների համար շատ լավ կլինի ներառվել այդ գործընթացներում եւ հասկանալ, թե ինչպես է աշխատում շահերի խմբերը, ինչպես է աշխատում քաղաքացիական հասարակությունը։ Եվ հենց նրանից էլ բխում է երրորդ իմ կարծիքով ամենակարևոր կետերից մեկը, նորից որևէ մեկը մյուսից կարևոր չի, թեև կրթությունը ամեն դեպքում բոլորից կարևոր է։ Երրորդը դա ակտիվ լինելն է։ Լինել ակտիվ, մասնակցել քաղաքացիական գործընթացների, մասնակցել բոլոր այն գործընթացների, որոնք վերաբերում են քեզ, օրինակ բոլոր 18 տարեկանը լրացածներին ես կոչ եմ անում անպայման գնալ ընտրությունների, ում ուզում եք ընտրեք, բայց գնացեք ընտրությունների, եթե քաղաքական դաշտում չեք տեսնում որևէ մի ուժ, որը համապատասխանում է ձեր պատկերացումներին, գնացեք այդ քվեաթերթիկը ուղղակի փչացրեք, այդ քվեաթերթիկը վերցրեք, պատռեք, թեև հիմա մի փոքր այլ ձևով է, քվեաթերթիկները շատ են, բոլոր կուսակցությունների հաշվարկով են, բայց ամեն դեպքում գնացեք ընտրությունների կամ անվավեր արեք, քվեաթերթիկը պատրեք, դրեք ծրարի մեջ գցեք, բայց թույլ մի տվեք, որպեսզի ձեր փոխարեն որոշում կայացնեն ուրիշները։ Դուք ունեք ձեր որոշում կայացնելու մասնաբաժինը, դուք օգտվեք դրանից, դուք ձեր ակտիվությունը ցույց տվեք։ Մասնակցեք բոլոր այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում, օրինակ ձեր բակում, ձեր դպրոցում։ Ես օրինակ իմ երեխաներին էլ միշտ խորհուրդ եմ տալիս, եթե գալիս են ասում մեր դպրոցում էսպիսի միջոցառում կա, ասում եմ գնա դու մասնակցի, հասկացի դա ինչ է։ Իհարկե շատ դեպքերում կարող է օրինակ այդ միջոցառումը կապ չունի ընդհանրեն քո հետաքրքրությունների հետ, բայց եթե դու այդ միջոցառմանը մասնակցում ես, քեզ համար նոր իրավիճակներ ես բացահայտում, նոր ինչ-որ բան ես տեսնում, կարող է վաղը դա քեզ պետք չգա, բայց դու դրա մասին որոշակի պատկերացում կունենաս, ինչը քեզ հետագայում հնարավորություն կտա ինչ-որ մի իրավիճակում կարծիք հայտնելու եւ օրինակ եթե դու անցնեն տարիներ կհայտնվես քաղաքական դաշտում, մեկ էլ հանկարծ քաղաքական դաշտում ինչ-որ մի ֆիզիկոս կգա քեզ ինչ-որ բան կասի, դու կհիշես, որ ժամանակին դպրոցում ֆիզիկայի ինչ-որ միջոցառման մասնակցել եւ այն ինչ-որ այս ֆիզիկոսը եկել է ասում է, իրականության չի համապատասխանում։ Հասկանում եք, այսպես ես շատ կոպիտ օրինակ եմ բերում, որպեսզի ավելի պարզ լինի։ Այսինքն ամեն դեպքում նույնիսկ եթե դուք ֆիզիկայով չեք հետաքրքրվում, բայց կա միջոցառում դուք էլ այդ ժամը ազատ եք, գնացեք մասնակցեք դրան։ Դուք ձեր ակտիվությունը ցույց տվեք, դա հետագայում կարող է ինչ-որ մի տեղում ձեզ պետք է։ Իսկ ընդհանուր առմամբ այս 3 կետերը իրար հետ, եթե այդպես ամփոփեմ ամբողջացնեմ, դա նշանակում է հավաքել կապիտալ։ Հավաքել կապիտալ, այսինքն ձեռք բերել գիտելիք, հանդես ձեռք բերել ծանոթություններ կապել, ցույց տալ ակտիվություն, որոնք ինչ-որ ժամանակ անց, պես իրար հետ համախմբվելով, դառնալու են մի պրոդուկտ, որով դուք կարող եք ներկայանալ քաղաքական դաշտում, որովհետև գնալ քաղաքական դաշտ եւ ասել, որ ես եկել եմ ուզում եմ զբաղվել քաղաքականությամբ, այդպես չի լինում, այդպես չի աշխատում դա։ Դուք պետք է գնաք քաղաքական դաշտ եւ ասեք, որ ես բերել եմ այսպիսի պրոդուկտ, ես ինձ ներկայացնում եմ այսպիսի ինչ-որ մի բան, որը քաղաքական դաշտում կարող է զբաղեցնել այս տեղը։ Այդ դեպքում դուք կարող եք քաղաքական դաշտում հաջողության հասնելու հնարավորություն ունենալ։ Թե ինչպես կօգտագործեք ձեր հնարավորությունը, այդ արդեն այլ պատմություն։ Շատ լավ, մեր շատ լավ ներկայացնելու համար։ Հիմա պարոն Ղևոնդյան, արդեն խնդրեմ ձեզ ներկայացնել, թե ինչպես պետք է ճիշտ վերլուծություններ անել, ինչպես պետք է այն ինֆորմացիան, որ ինչպես նշեցինք, անսահմանափակ է, անընդհատ շատ է ու գնալով շատանում է այդ ինֆորմացիան, ինչպես պետք է վերլուծել, հասկանալ, ընկալել այդ ինֆորմացիան ու նաև ինչպես հանրային կերպով արտահայտել, հանրայնացնել այդ ձեր ինֆորմացիան, որ դուք ստացել եք։ Ես նշեմ, որ ամիսներ առաջ 2024 թվականի դեկտեմբերին լույս տեսավ իմ հեղինակած աշխատությունն, որը կոչվում է քաղաքական վերլուծություն։ Այդ աշխատությունը կա մեր կենտրոնում, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնում։ Ես այդ աշխատության օրինակներ եմ տվել նաև հիմնական բուհերին, կա Երևանի պետական համալսարանի գրադարանում, կա ազգային ակադեմիայի գրադարանում, կա պետական կառավարման ակադեմիայի գրադարանում, կա Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գրադարանում, մի խոսքով էլի տեղերում կան, ես հիմա չեմ հիշում, բայց հնարավորինս ինչքան հնարավոր է, կա ուրեմն ազգային գրադարանում Հայաստանի, կա այդ աշխատությունը, դուք այդ աշխատությունը կարող եք վերցնել, ծանոթանալ եւ շատ բան այդտեղ կտեսնեք։ Ես հիմա մի փոքր ամփոփ ձեզ կներկայացնեմ, թե աշխատությունը ինչի մասին է։ Աշխատությունը ունի տարբեր բաժիններ եւ բաժիններից մեկը կոնկրետ մասնագիտական է, վերջին բաժինը մասնագիտական է, ես վերջից եմ գալի, որպեսզի ավելի հասկանալի լինի, որտեղ ներկայացված են վերլուծություն կատարելու
քաղաքագիտական ձևերը, միջոցները, մեթոդները, որոնցից շատերը ընդհանուր գիտական են, ոչ միայն քաղաքագիտական են, որոշների անունները գուցե լսել եք դուք դիսկուրս անալիզ, event անալիզ, content անալիզ, cognitive քարտեզագրում եւ այլն, այդպիսի տեսակներ է, եթե չեք լսել հետագայում որ քաղաքագիտություն անցնեք բուհերում, կիմանաք դրանց մասին։ Բացի դա կա բաժին, որտեղ ներկայացնում են ընդհանուր առմամբ ինչ է քաղաքական վերլուծությունը, ինչի համար է իրականացում քաղաքական վերլուծություն, քաղաքական վերլուծությունը ես նշեմ, որ իրենից ներկայացնում է նույն այդ ինֆորմացիոն հոսքը վերցնելու, վերլուծելու, դրա ենթատեքստերը բացահայտելու հիմնական ձևատեսակը։ Այսինքն գալիս է տեղեկություն, քաղաքական տեղեկություն իհարկե, այդ տեղեկությունը վերցնում եք, գործիքների միջոցով այն դասակարգում եք, հասկանում եք, մշակում եք եւ վերջում ձեզ համար պարզ է լինում, թե տեղեկությունը ճիշտ է, սխալ է, ինչին է ուղղված, ինչի համար է, ով է ուղարկել, ինչի համար է ուղարկել, ում է ուղարկել, հասել է դա այդ մարդուն, թե չի հասել կամ այդ սուբյեկտին, որ կարող է լինել օրինակ պետություն, հասել է թե չի հասել, այդ պետությունը այդ տեղեկությունը ճիշտ հասկացել է թե չի հասկացել, եթե հասկացել դա օգտագործել է թե չի հասկացել, չի օգտագործել եւ այլն, բազմաթիվ այդպիսի իրականություններ կարող են բարձ լինել ձեզ համար։ Եվ քաղաքական վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարել կանխատեսումներ, այսինքն եթե դուք ճիշտ վերլուծում եք տեղեկությունը, եկավ այդ տեղեկությունը, վերցրեցիք, համադրեցիք բազմաթիվ տեղեկություններ, այդ տեղեկությունների համադրման արդյունքում հասկացաք, թե այդ ինչ տեղեկությունն է, ում է ուղղված, որտեղից է ուղղված եւ այլն, եւ մնացած բոլորը ինչի մասին ես ասացի, դուք կարող եք կանխատեսել, որ օրինակ եթե տեղեկությունը ուղղված է ինչ պետությանը եւ սպառնալիք է, ընդհանրենք առաջին հատկի սպառնալիք չի, բայց վերլուծեցիք, հասկացաք, որ մեջ պարունակում է սպառնալիք է այդ պետությանը, ապա հավանական է, որ այդ պետությունը այդ սպառնալիքին կպատասխանի, օրինակ իր զինատեսակները կրճատելով, որովհետեւ կվախենա։ Այդ ասենք այսքան հավանական է, կա կոնկրետ թվային վերլուծության մեթոդներ, որոնք հաշվում են, թե ինչքան է դա հավանական։ Կամ ավելի հավանական է, որ այդ պետությունը կսկսի պատերազմական գործողություններ, որովհետև իրեն սպառնացել են, կամ ավելի քիչ հավանական է, որ այդ պետությունը պատերազմական գործողություններ պիտի սկսեր, չի սկսի հիմա, որովհետև կա սպառնալիք եւ այլն, մոտավորապես այսպես հասկանում եք։ Բայց աշխատանքում կա մեկ այլ բաժին, որը ինքնին շատ կարևոր է վերլուծություն իրականացնելու համար, այդ բաժինը կոչվում է տեղեկատվության հավաքագրում, մշակում եւ օգտագործում։ Այդտեղ ես ներկայացնում եմ, թե ինչպես է պետք աշխատել տեղեկատվության հետ։ Շատեր եք, այստեղ մենակ դպրոցականներ եք, թե ուսանողներ կան։ Ուսանողներ։ Շատերը ձեր ուսանողական կյանքի ընթացքում անհատական աշխատանքներ եք գրում, կուրսային աշխատանքներ, ռեֆերատներ։ Ես կարծում եմ, որ բոլորդ երբ որ ավարտեք, պիտի դիպլոմային աշխատանքներ ներկայացնեք եւ այլն, եւ շատ են այն դեպքերը, որ ես տեսնում եմ, որ Հայաստանում բուհերը ավարտում են մարդիկ, բայց պատկերացում չունեն, ինչով են տարբերվում օրինակ ռեֆերատը անհատական աշխատանքից կամ ինչով է տարբերվում դիպլոմային աշխատանքը գիտական հոդվածից եւ այլն, եւ ես այդ բաժնում ներկայացնում եմ այդ բոլոր առանձին գործոնները, որոնցով որ դրանք իրարից տարբերվում են, որ մեկը ինչ է նշանակում, ինչպես է պետք պատրաստել, օրինակ ինչպես է պետք պատրաստել թեզիս, ինչպես է պետք աշխատել պատրաստել հոդված եւ այլն։ Առաջին հերթին ես պետք է նշեմ, որ կան նույնիսկ մագիստրոսներ, ովքեր ավարտում են մագիստրատուրան, օրինակ կառավարման ակադեմիայում, ես ամեն տարի կառավարման ակադեմիայի ավարտողների աշխատանքներ եմ նայում, մարդիկ կան, ովքեր չեն պատկերացնում, թե ինչպես է պետք է այդ աշխատանքը իրականացնել։ Մարդիկ կան, ովքեր նույնիսկ այդ աշխատանքի իրականացման ֆորմայի ձևը սխալ են գրում, որովհետև ոչ ոք իրենց չի սովորացրել։ Եվ այդ իմ աշխատանքում ես նաև դրանք եմ ներկայացնում։ Առաջին հերթին իհարկե աշխատանքը դասախոսների համար է, որովհետեւ դասախոսները կարողանան կարդալ եւ ճիշտ ներկայացնել իրենց ուսանողներին, բայց նաեւ ուսանողների համար շատ օգտակար է։ Մի քանի բառով այդ տեղեկատվության հավաքագրման օգտագործման հետ կապված, ինչպես է դա արվում։ Առաջին հերթին շատ կարևոր է, որպեսզի դուք ունենաք տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ։ Այսինքն, եթե օրինակ դուք, չգիտեմ, Հայաստանի իշխանությունները ձեզ դուր են գալիս, իրենց քաղաքականություն դուր է գալիս, դա չի նշանակում, որ դուք պետք է նայեք միայն հանրային հեռուստատեսություն։ Շատ կարևոր է, որպեսզի դուք նայեք նաև այն հեռուստատեսությունները կամ, չգիտեմ, օգտվեք այն մեդիա պրոդուկտներից,
որոնք ներկայացնում են հակառակ տեսակետը, որովհետև ինչպես նշեցի, ոչ մեկը կարելի ասել այդպես չկան բացարձակապես չեզոք լրատվամիջոցներ, բացարձակապես չեզոք տեղեկատվություն տարածողներ, ովքեր սեփական շահերը չունեն։ Ցանկացած մեկով տեղեկատվություն տարածում ինքն իր շահերը ունի։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի ունենաք այլընտրանքային աղբյուրներ։ Եթե ինչ-որ հարց եք ուսումնասիրում, այդ հարցի վերաբերյալ ամենակիչը, չգիտեմ, 10-15 տարբեր աղբյուրներ նայեք, տեսնեք, թե ով ինչ է գրում դրա վերաբերյալ, որպեսզի դուք կարողանաք համակողմանի տեղեկատվություն հավաքել։ Հետո այդ հավաքած տեղեկատվությունը անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք դասակարգել, այսինքն հասկանալ, որ արդեն ըստ ձեր գիտելիքների հասկանալ, որ եթե 9 լրատվական գրել են, որ ենթադրենք, այս ինչ մարդ է, այս ինչ բանն է ասել, 10-րդ լրատվականը գրել է, որ այս մարդը այդ բանը չի ասել, ապա մեծ հավանականությամբ այս 10-րդ լրատվականը ստում են։ Այսինքն այս 10-րդ լրատվականի տված տեղեկությունը ընդհանրապես պետք չի օգտագործել։ Ստում է իր շահից ելնելով բնականաբար։ Դասակարգում եք, որ այս 9 կիրառելի են, այս մեկը կիրառելի չի, ակնհայտորեն, այս մեկը ու ընդ որում այդ 9-ը տարբեր դաշտեր են ներկայացնում, մեկ դաշտից չեն, ասեն, բոլոր 9 պետական չեն, որ ասեք, որ սրանք պետական են, այս մեկը պետական չի, դրա համար այս պետականն է խաբում, ոչ թե այս մեկն է խաբում։ Եվ տեսեք այլընտրանքային տարբեր աղբյուրներ ունենք, այլընտրանքային տարբեր աղբյուրներից 9 մի բան են ասում, մեկ ուրիշ բան ասում, շատ մեծ է հավանականություն, որ մեկը սուտ է ասում։ Կարողանաք դասակարգել, ճիշտը ստից դասակարգել, հիմնավորը անհիմնից դասակարգել, դասակարգել օրինակ այս տեղեկատվությունը, որ գալիս է ինքը արդիական է, թե արդիական չի, արդիականությունը ոնց պետք է գնահատեք, կարծում դա ձեզ պետք է սովորեցնեն, եթե ուսանողներ եք բուհերում, պիտի հասկանաք այդ տեղեկությունը, որ դուք ստացել եք, այդ տեղեկությունը այսօր իմաստ ունի, թե չունի։ Ենթադրենք տեղեկություն եք ստանում, որ ինչ որ մի զորահրամանատար որոշել է իր զորքը մտցնել հարևան պետություն, բայց մինչև այդ տեղեկությունը գալի հասնում է ձեզ, իմ ուրիշ տեղից իմանում եք, որ զորահրամանատարը մահացել է։ Դա ակնհայտ է, որ այդ տեղեկությունը այլ արդիական չի։ Ինչ կարևոր է նա ուզում էր մտցնել, թե չէ ուզում մտցնել, եթե նա մահացել է, այսպես թե այնպես իր զորքը չի կարողանալու մտցնել։ Այսինքն պետք է գնահատել որոշակի առումով, հասկանալ ինքը արդիական է, թե արդիական չի այդ տեղեկությունը։ Ես շատ բարձ օրինակներ եմ բերում, որ ավելի հասկանալի լինի։ Գնահատելուց դասակարգելուց հետո անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես եք օգտագործելու այդ տեղեկությունը։ Շատ դեպքերում այդ տեղեկությունը հասկանալը հենց նպատակն է, ասենք դուք բերեցիք, հասկացաք, դասակարգեցիք, ստացաք այդ տեղեկության մասին այն ինչ որ ձեզ պետք է, ու վերջ, դրանով վերջանում է, դուք ընդհանուր ուզում եք իմանալ ինչ որ մի բանի մասին, իմացաք դրա մասին։ Բայց կան դեպքեր, երբ որ դա անհրաժեշտ է լինում, հետո օգտագործել գիտական նպատակներով, օգտագործել հանրային նպատակներով, օգտագործել սեփական ճանաչելիությունը բարձրացնելու նպատակներով եւ այլն։ Արդեն ստեղ դուք պետք է կարողանաք օգտվել այն գործիքներից, որոնք հնարավորություն տալիս արդեն իմացած տեղեկությունը մատուցելու ճիշտ վերլուծություն կատարել։ Այդտեղ արդեն դուք պետք է որոշակի գիտելիքներ ունենաք վերլուծական մեթոդների վերաբերյալ, հասկանաք, թե որտեղ կարելի է այդ տեղեկությունը մատուցել, որ լսարանի համար դա կլինի ընկալելի, որ լսարանի համար չի լինի ընկալելի։ Ձեզ օրինակ ասեմ, լինում են դեպքեր, երբ ես լինում եմ իմ ընկերական շրջապատում, այն ընկերների, ովքեր քաղաքականության հետ լուրջ կապ չունեն։ Օրինակ, չգիտեմ, դասարանցիներից հետ հանդիպման եմ գնացել, ու այդտեղ դասարանցիները սկսում են խոսել քաղաքականությունից։ Սովորաբար ես այդտեղ ոչինչ չեմ ասում, որովհետև այն ինչ որ ես կարող եմ ասել, իրենց համար ընկալելի չի։ Իրենք չունեն այն գիտելիքները, այն տեղեկությունները, որոնք ունեմ ես, իրենք խոսում են շատ པարզ մակարդակում, ասենք ինչ որ մեկը քննադատում է, որովհետև լսել է հմեկ, մյուսը քննադատում է, որովհետև լսել է TV5 եւ այլն, իսկ ես գիտեմ իրականությունը, որը ոչ հմեկի ասածն է, ոչ TV5-ի ասածն է, բայց ես որ ասեմ, երկուսն ինչ չեն հավատալու։ Ինչի չեն հավատալու, որովհետև իրենք այն տեղեկությունը, որը ես ունեմ, այն նախնական տեղեկությունը, այն հիմքը, այն թե ոնց է այդ ամեն ինչը տեղի ունեցել, որ եկել հասել այնտեղ, որ հասել է քննադատության, իրենք չգիտեն։ Այսինքն դուք պիտի ընտրեք, թե որ լսարանին եք մատուցում ձեր ստացած գիտելիքը ու արդյոք կընկալի այդ լսարանի գիտելիքը, թե չի ընկալի այդ գիտելիքը։ Հետո ինչպես եք մատուցում, եթե դուրս եք գալիս այդպես ոնց որ երկնքից մի հատ կայծակ խփեք, ասում եք, որ չգիտեմ ոնց որ շատերը կան, ովքեր 99 թվականին բանակում են եղել իմ ընկերների շրջանակներում, ես մի փոքր ուշ եմ գնացել։ Իրենք պատում են, ասում են, մեր համար հանգիստ պարկած ենք եկել եկան ասեցին Վազգեն Սարգսյանին սպանել են, ու այդ ամբողջ ծառայության ընդհանրապես Հայաստանը գլխի վրա շուռ տվեց։ Եթե այդպես եք դուրս գալիս ասում, դա կարող է ինչ-որ միտեղ ձեզ համար շահավետ լինել, կարող է մի ուրիշ տեղ ընդհանրապես շահավետ չլինել։ Օրինակ կարող է դրանից դուք կորուստներ կրեք, արդեն դա պիտի գնահատեք, ձեզ ձեռնտու է դա այդպես անակնկալ մատուցել, թե պատրաստ եք լսանին հետո մատուցեք։ Մի խոսքով, սա էլ մի առանձին
գիտություն է, այսպես եթե կարելի ասել, որը պետք է ուսումնասիրել, խորանալ եւ ես ասեմ, որ ոչ մի դեպքում չեմ հավակնում այդպես վերջնական ճշմարտություն լինելու, ես ինքս էլ անընդհատ սովորում եմ, անընդհատ փորձում եմ գիտելիքներս ավելացնել, եւ ընդհանրապես սովորելու գործընթացը երբեք չի վերջանում, եթե դուք գիտեք մարդ, ով որ չի սովորում, ընդհանրապես ոչինչ չի սովորում, ուրեմն այդ մարդը իր կյանքը սպառել է, ապրել է, այսպես ասեմ, եթե նույնիսկ ապրում է իներցիայով։ Դրա համար ես նորից, ինչպես նախորդ բաժնում ասեցի, նորից խորհուրդ եմ տալիս բոլորին անընդհատ սովորել, կրթվել, բարձրացնել ձեր գիտելիքի մակարդակը ու ընդհանրապես կարևոր չէ այդ գիտելիքը որ ոլորտում։ Կարևորն այն է, որ դուք ոչ մի դեպքում չկանգնեք, չասեք, ինչ-որ մի տեղում չասեք, որ վերջ, ես ամեն ինչ գիտեմ, ինձ ոչ մի բան պետք չի իմանալ, այդպես չի լինում։ Աշխարհը զարգանում է, առաջ է գնում, գիտելիքները նորից են արտադրվում, ու միշտ հիշեք, վատ դասախոս է այն դասախոսը, որը 5 տարի կարդում է նույն դասախոսությունը։ Եթե դասախոսը լավ դասախոս է, նրա դասախոսությունը ամեն տարի պիտի փոխվի։ Շատ լավ վերջին հատվածը հատկապես Պարոն Ղևոնդյան, նաև խնդրեմ հոդվածների մասով առանձին անդրադառնալ, չնայած մենք մեկ առանձին բանախոսություն ունենալու ենք Տիգրան Մուղնեցյանի բանախոսությամբ հոդվածներ գրելու մասով, բայց խնդրեմ նաև մի քանի այսպես հիմնական կետեր դուք նույնպես նշեք, թե ինչպես պետք է ճիշտ նախ թեմա ընտրել հոդվածի համար ու ինչպես պետք է ընդհանուր հոդվածը կառուցել։ Առաջին հերթին թեմայի ընտրությունը, ես ասացի արդեն արդիականության մասին, դա ամենակարևոր բանն է, այսինքն դուք պետք է ընտրեք այնպիսի թեմա, որը հետաքրքիր է մարդկանց։ Եթե դուք վերցնում եք այնպիսի մի թեմա, որի մասին էլ այս պահին չկա խոսույթ, չկա զարգացում, չկա մարդիկ դրանով չեն հետաքրքրվում, օրինակ մի հատ օրինակ նշեմ, դուք երևի պեյջերները չեք հասցրել տեսնել, ուրեմն 90-ականներին, երբ բջջային հեռախոսները դեռ այդքան շատ զարգացած չէին եւ 2000-ականների սկզբին աշխարհում զարգացել էին պեյջերները։ Ինչ է պեյջերը։ Մի հատ փոքր սարք էր, բջջային հեռախոսի չափ այսօրվա, նույնիսկ սմարթֆոնների չափ, փոքր հեռախոսների չափ, որը մարդը պահում էր իր մոտ, կար մի ծառայություն, իր ծանոթը զանգում էր այդ ծառայություն, ասում էր, խնդրում եմ իմ տղային կամ իմ ամուսնուն ասեք, կամ իմ կնոջը ասեք, թող զանգի ինձ։ Այդ ծառայությունը այդ պեյջերի վրա հաղորդագրություն էր ուղարկում, գրում էր, որ զանգի մամային։ Այդ մարդը այդ պեյջերը նայում էր, ծնգում էր այդ պեյջերը, նայում էր, տեսնում էր գրած է զանգի մամային, միտեղ զանգում էր մամային։ Այդ պեյջերների ընդհանրապես արտադրությունը եղավ մի 5-10 տարի։ Ինչի, որովհետև միջև այդ տեխնոլոգիան չկար, տեխնոլոգիան եղավ բջջային հեռախոսներին զուգահեռ դրանք եղան բջջային հեռախոսները շատ թանկ էին եւ զանգերն էլ շատ թանկ, 1000-ից 1 ուներ բջջային հեռախոս եւ հետո բջջային հեռախոսները զարգացան, տարածվեցին, էժանացան, բոլորը սկսեցին ունենալ բջջային հեռախոս, այդ պեյջերի կարիքը չկար, այսինքն ինքը իր արդիականությունը կորցրեց։ 2005-6-7 թվականից հետո պեյջերները վերացան արդեն, այդ չէին արտադրում, են հին արտադրածներին ոչ ոք չէր օգտագործում, որովհետև բջջային հեռախոս կար, ով որ ուզեր որ իր տղան իրան զանգեր, բջջային հեռախոսը ինքը ուղարկում էր։ Այդ ծառայությունն էլ վերացավ։ Տեսեք, այսօր ասում աշխարհը անդադ փոխվում է, ինչ-որ բան ձևավորում է, ինչ-որ բան վերանում է եւ այլն, ու պիտի ընտրվի թեման այնպես, որ այդ թեման այսօր լինի կարևոր։ Դուք պիտի հաշվի առնեք մի շատ կարևոր բան, որ եթե գրում եք ինչ-որ մի թեմայի մասին, մինչև հոդվածը պատրաստեք, մինչև այդ հոդվածը անցնի որոշակի խմբագրումներ, մինչև այդ հոդվածը անցնի գրախոսություն, մինչև այդ հոդվածը հրատարակի, սովորաբար անցնում է նայած ուրեմն ով է տալիս, որտեղ է տալիս եւ այլն, մոտավորապես մի 2 ամսից սկսած մինչև մի 2 տարի։ Պիտի ընտրեք այնպիսի թեմա, որպեսզի այդ թեման 2 ամիս հետո կամ 6 ամիս հետո կամ մի տարի հետո էլ մոռացված չլինի, այդ պեյջերի նման դրա գործածությունից դուրս եկած չլինի ու չասեն, որ ինչի համար է սրա մասին գրում, դա հետաքրքիր։ Ամենաառաջին ամենակարևոր կետը արդիականությունն է։ Երկրորդը, եթե գրում եք օպերատիվ թեմայի մասին, այսինքն այնպիսի թեմայի մասին, որը այս պահին է տեղի ունենում, ուրեմն պիտի ընտրեք այնպիսի տեղ հրատարակելու, որը շատ արագ կհրատարակի ձեր աշխատանքը, որովհետև արդյականությունը կորի, ինչպես ես ասացի։ Կան ամսագրեր, որոնք հրատարակվում են օրինակ տարին 3 անգամ, կան ամսագրեր, որոնք հրատարակվում են ամեն ամիս։ Այսինքն, եթե դուք որոշել եք այնպիսի թեմա վերցնել, որը այս պահին շատ կարևոր է, այս պահին է տեղի ունենում, դրա համար պիտի գտնեք ամսագիրը սկզբում, մինչև գրելը, գտնեք ամսագիրը, պայմանավորվեք, եթե վճարով է, վճարը կատարեք եւ այլն, գրեք վերջացնեք արագ ուղարկեք, որպեսզի իրանք արագ տպեն, որպեսզի չկորցնեք այդ թեմայի արդիականությունը։ Հետո ոնց պիտի կազմվի հոդվածը։
Երեխեք, ես խորհուրդ կտամ ու ես կարծում եմ, որ դա հեշտացնում է այդ հոդվածը ընդունելու եւ տպելու գործընթացը, ես խորհուրդ կտամ, որպեսզի ձեր հոդվածը անպայման ունենա ենթաբաժիններ։ Իհարկե կան հոդվածներ, տպում են հոդվածներ, որոնք սկզբից մինչև վերջ մի ընդհանուր բաժին են, բայց սովորաբար այդպիսի հոդվածներ ավելի հեշտ վերցնում են հեղինակի հեղինակությունը հաշվի առնելով։ Այսինքն այլ բան է, եթե դա տպում է մի հատ դոկտոր պրոֆեսոր, որ նայում են տեսնում են տպել է ենթադրենք Ռուբեն Սաֆրասյանը, այլ նույնիսկ չեն էլ կարդում ինչա գրած վերցնում են տպում են, այլ բան է, երբ դա գրում է ինչ-որ մի մարդ, որը ուսանող է դեռ, բնականաբար կարդում են, քրքրում են եւ այլն, եւ եթե ունենա ենթաբաժիններ, շատ ավելի հեշտ է նախ հասկանալ ինչա գրել։ Երկրորդը, եթե ունեն դիտարկումներ, շատ ավելի հեշտ է դիտարկումները անել առանձին բաժիններում, քան թե այդ ամբողջ հոդվածը վերցնել ձևափոխել։ Դրա համար ես խորհուրդ կտամ, որպեսզի ենթաբաժիններով լինի, որպեսզի ավելի մեծ լինի հավանականությունը, որ հոդվածը կընդունվի, կտպվի եւ աշխատանքի համար շատ հեշտ է։ Որոնք են սովորաբար լինում այդ ենթաբաժինները։ Ես առաջարկում եմ նաև այն բոլոր մարդկանց, օրինակ իմ ուսանողները մագիստրատուրայում անպայման հոդված են գրում։ Նախորդ տարի 2 ուսանող հոդված գրեց, դրանք տպվեցին Կառավարման ակադեմիայի հանդեսում, այս տարի 2 ուսանող էլի հոդված են գրել, դրանք հիմա շուտով կտպվեն Գլաձոր համալսարանի հանդեսում։ Ես առաջարկում եմ հոդվածը բաժանել 5 հիմնական մասերի, առաջին մասը բնականաբար ներածությունն է, այնտեղ կնայեք ամսագիրը ներածության ինչ ձև է ուզում, տարբեր ձևեր կան, այդ ձևով գրեք։ Վերջին բաժինը եզրակացությունն է եւ արանքում մնում է 3 բաժին։ Այդ 3 բաժինները ըստ դիպլոմային աշխատանքի տրամաբանության կամ մագիստրատուրայում թեզի տրամաբանության եմ առաջարկում գրել։ Առաջին բաժինը տեսական մաս ձեր հոդվածի վերաբերյալ, երկրորդ բաժինը այդ տեսական մասի ժամանակակից զարգացումը եւ երրորդ բաժինը տեսական նյութը կիրառական այս պահին տեղ ունեցող քաղաքական գործընթացներով ինչպես է օգտագործվում։ Ու պարտադիր չի քաղաքական, ցանկացած ոլորտում եթե գրեք, ինչեր ես ասում երեխեք պարտադիր չի քաղաքական, մյուս ոլորտներում եք կարող գրել, որովհետև ես ունեմ նաև քիմիական կրթություն, քիմիայի մագիստրոս եմ եւ ունեմ 2 գիտական հատված գրված նաև քիմիայից, այսինքն մոտավորապես պատկերացում ունեմ նաև այլ ոլորտներում ինչպես են գրում այդ աշխատանքները, իսկ քաղաքագիտությունից 30-ից ավելի հոդվածներ ունեմ։ Եվ եթե այս բաժանումը դուք անում եք ներածություն, տեսական մասի զարգացում ներկայացնում, կիրառական մաս եւ եզրակացություններ, վերջում իհարկե նաեւ գրականության ցանկ, ըստ ամսագրի պահանջների, նախ ձեր աշխատանքի տրամաբանությունն է լինում կուռ ընդհանրական, այսինքն մարդը որ վերցնում կարդում է հասկանում, որ սա սկիզբն է, սա զարգացումն է, սա այսօրվա իրավիճակն է, սա դրա հիման վրա եզրակացություններն են ու պատկերացումը կազմում, թե դուք ինչ եք ուզում ասել։ Ոչ թե լինում են դեպքեր, երբ այդպես ընդհանրական լինում հոդվածը սկզբում եզրակացություն են գրում, մեջտեղում գրում են ինչ-որ մի բան, որը տեսությունից է, վերջում նորից վերադառնում են տեսության ու դրը խառնում է իրար, կարծիքով բան չի հասկանում։ Եվ բացի այդ, մարդիկ հասկանում են, որ դուք պատկերացնում եք, թե ինչի մասին եք գրել, դուք կառուցել եք ձեր հոդվածը որոշակի տրամաբանությամբ։ Ուրիշ հարցեր, եթե ունեք հոդված գրելու հետ կապված, խնդրեմ կպատասխանեմ, այս բանը այսքանը մի տեսեք ուղղակի։ Շատ լավ, ինչ որ մարդիկ եթե այլ հարցեր ունեն, խնդրեմ իրենց ձեռքը բարձրացնեն ու տան հարցը։ Կարծես թե այլ հարցեր չկան, երևի այսքանով էլ ամփոփենք։ Ահա Գոհար ջան, լսում եք հարցը։ Շնորհակալություն։ Ես ինֆորմացիայի հավաքման համար եի ուզում հասկանալ, ասենք այդ բադիները լցնելու համար պետքա հարցազրույցների միջոցով ոնց ենք որոշում, որ այս ինֆորմացիան հարցազրույցի միջոցով ենք հավաքում, ուսումնասիրության միջոցով ենք հավաքում, թե այլ կերպ։ Եթե թույլ կտաք, ես հիմա գիծ բացեմ, որ ավելի կոնկրետ ձեզ ասեմ, թե ինչ հնարավորություններ կան, գրքում ես ունեմ կոնկրետ տեղեկատվության հավաքագրման բաժին, տեղեկատվության աղբյուրների տեսակները։ Տեսեք, 6 հիմնական աղբյուրներ կան, առաջին տեղեկացված մարդիկ են, այդ այն մարդիկ են, ովքեր դուք գիտեք, որ իրանք ունեն տեղեկություն։ Այդ ձեր ասած հարցազրույցներ։ Օրինակ, եթե դուք ենթադրենք ինչ-որ մի ուսումնասիրություն եք անում կապված Արցախի պետական կառուցվածքի հետ, բնականաբար շատ լավ կլինի, որպեսզի դուք կարողանաք հանդիպել Արցախում պետական համակարգում աշխատող մարդկանց հետ։ Սկսած Արցախի նախկին պաշտոնյաներ, վերջացած մարդիկ, ովքեր այդ պետական համակարգից շփվել են։ Այդ տեղեկացված մարդիկ են։ Երկրորդ աղբյուրը դրանք գրադարաններն են, կարծում եմ այստեղ շատ բան չկա ասելու, գնում եք գրքեր եք կարդում, ամսագրեր եւ այլն, պատվիրում եք, տանում եք տուն կամ այնտեղ կարդում եւ այլն։ Երրորդը գիտական եւ կրթական հաստատությունները։ Հիշեք, որ
բոլոր համալսարաններում, գիտական օջախներում, գիտությունների ակադեմիայում եւ այլն բազմաթիվ թե մարդիկ կան, թե փաստաթղթեր կան, գրքեր կան, որոնք կարելի է ուսումնասիրել։ Չորրորդը տպագիր մամուլը եւ ամսագրերն են, շատ են դեպքերը, երբ իրադարձությունների վերաբերյալ կարելի է տեղեկություններ հավաքել այդ ժամանակների թերթերից։ Հայաստանում կա արխիվ եւ բոլոր երկրներում կան արխիվներ, որտեղ բոլոր թերթերից օրինակներ են պահպանվում, կարող եք գնալ դիմել, խնդրել վերցնել այդ թերթերը եւ այդտեղ տեղեկություն հավաքել։ 5-րդը պետական ինստիտուտների եւ մասնավոր անձանց արխիվներն են, նախարարությունների, կառավարության արխիվներ եւ կան մարդիկ, ովքեր ունեն իրենց անձնական արխիվները, բնականաբար դրանցից որոշները ունեն սահմանափակումներ, ասենք մարդիկ կան, կարող է չտան այդ իրենց ունեցած ինչ-որ մի, չգիտեմ, գրառումը, գիրքը, թերթը եւ այլն, այդ արդեն պիտի կարողանաք ստանալ կամ չկարողանաք, եւ վերջինը, որ այսօր ամենատարածվածն է, դա էլեկտրոնային արխիվներն են, սկսած չգիտեմ, ինտերնետով, Google-ով ման գալու միջոցներից, մեթոդներից, վերջացրած ChatGPT-ին հարցերից, որոնցով դուք կարող եք ինֆորմացիա ստանալ, օրինակ ես իմ ուսանողներին պահանջում եմ իմ ուսանողներից, որպեսզի իրանք ChatGPT-ին անպայման օգտագործեն, երբ իմ համար աշխատանք են բերում։ Իհարկե, ես իրենց ցույց չեմ տալիս, որ ChatGPT-ին ինչ-որ գրի վերցնեն copy paste անեն, բայց ես ասում եմ, դուք ChatGPT-ով գրեք, կարդացեք, հասկացեք ինչա գրած, ձեր բառերով ձեր կարծիքը ներկայացրեք։ Ինչի որպեսզի իրենք սովորեն օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից։ Իհարկե կան դասախոսներ, ովքեր հակառակ ասում են, հանկարծ ChatGPT-ով չգրեք, գնացեք գրադարանից գիրք վերցրեք, կարդացեք, ինչի համար, եթե այդ նույն գիրքի նյութը կարելի է հեռախոսի մեջ ստանալ։ Դա էլ է միջոց հնարավորություն։ Իսկ թե ինչպես ընտրել, թե որ աղբյուրը օգտագործել, դա կախված է նրանից, թե դուք ինչ ուսումնասիրություն եք անում։ Օրինակ, եթե դուք ուսումնասիրություն եք անում, չգիտեմ, անտիկ ժամանակաշրջանի Հունաստանի մասին, բնականաբար տեղեկացված մարդիկ այս դեպքում շատ քիչ են կիրառելի, որովհետև չգիտեմ, Հայաստանում կա անտիկ Հունաստանի այդպես լավ մասնագետ, որ կարող է տեղեկություն տա։ Այս դեպքում գրադարաններն են կիրառել, էլեկտրոնային աղբյուրներն են կիրառել եւ այլն։ Բայց տեսեք, առաջին դեպքում, եթե ընտրում եք Արցախի պետական կառուցվածքը, այդ դեպքում ավելի կիրառելի են տեղեկացված մարդիկ, որովհետև այդ մարդիկ այնտեղ են եղել, նոր են վերադարձել, եկել Հայաստան եւ իրանք ավելի շատ տեղեկություն կարող են տալ։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ հարցեր, եթե կան, խնդրեմ այլ նորից ձեռք բարձրացնել։ Նորից կարծես թե այլ չկան, պարոն Ղևոնդյան, երևի այսքանով ամփոփենք, ձեզ նորից շնորհակալություն անչափահաս հանդիպման համար, միանալու, ժամանակ տրամադրելու, յուրաքանչյուր հարցին հանգամանալից պատասխան տալու համար, շատ օգտակար էր ու հուսանք այս հանդիպման արդյունքում իրենց հոդվածները գրելու ժամանակահատված երբ որ գա, արդեն իրենք անպայման հաշվի կառնեն ձեր խորհուրդները ու ըստ ձեր առաջ քաշած կետերի էլ կկառուցեն իրենց հոդվածները։ Ես եմ շնորհակալ, Արփուջան, ապրեք, շատ լավ գործ եք անում, միշտ պատրաստ կլինեմ ձեզ ինչ-որ հարցում օգնեմ, եթե կարող եմ։ Անչափ շնորհակալություն, ձեզ օրվա լավ շարունակություն։